Այսօր սկսում ենք մի հատ բավականին մեծ, լայն ու հետաքրքիր թեմա, ունես ահագին ֆունդամենտալ թեմա ու արդեն sense ասած ինտրոից դուրս թեմա, Python-ի ներածությունից դուրս թեմա։ Այդ թեման կլասներն է, հետո կլասներից հետո կխոսանք ժառանգականության գաղափարի մասին, ընդհանրապես կլասների հետ աշխատելու համար այնպես մի հատ բան կա, պարադիգմա, չգիտեմ ոնց հայերեն ասեմ, մի հատ ոնց որ մի խոսքով մի հատ լրիվ ուրիշ աշխարհ կա, մի հատ լրիվ ուրիշ մոտեցում կա կոդին, որը որ կոչվում է օբյեկտ օրիենտացված ծրագրավորում։ Մեր միջև հիմա մենք ինչ արել ենք, այդ այշա տեղել է ֆունկցիոնալ ծրագրավորում։ Խառը ֆունկցիաներ ենք սարքում, այդ ֆունկցիաները կանչում ենք, այնց այդ ոնց որ ամեն ինչ ֆունկցիաների մակարդակի է, այդ ֆունկցիաներն ենք օգտագործում, որ ինչ ուզենք անենք։ Օբյեկտ օրիենտացված ծրագրավորումը օբյեկտների հետ է աշխատում, այդ օբյեկտները հեսա այսօր կսովորենք թե ինչ են, ու ինքը ունի տես 4 հատ շատ ֆունդամենտալ կոնցեպտ իր աշխատանքի։ Ժառանգականությունը դրանցից մեկն է, մենք հետո մյուս 3-ն էլ կանցնենք ու մի հատ իմի կբերենք, հիմա փոճուր քայլերով գնում ենք դեպի բան, էլի կարճ ասած, օբյեկտ օրիենտացված ծրագրավորում գաղափար դեպի։ Սրանից հետո այս մի հատ ընդհանուր մի քիչ պլան էլի։ Սրանից հետո հետ ենք գնալու, այժմ սրանից հետո գնալու ենք դեպի բան, մոդուլներ, գրադարաններ, օրինակ այնպես ասում ենք import random կամ from random import random, այդ այնց բաները թե ինչ են այդ գրադարանները ու ոնց կարանք մենք էլ մեր կոդի մեջ այնց բաներ անենք։ Ու հետո գնալու ենք սխալների հանգուցալուծում, exception handling, դա նա որ եթե գիտենք, որ հաստատ այսօց կոդը ինչ որ error է գցելու, մի բան ավիրվելու է։ Ոնց կարանք այդ հաշվի առնենք ու մեր ծրագիրը գրենք, որ ինքը կարողանա այդ դեպքերում ինչ որ հատուկ ձևով աշխատի։ Մոտավոր այդպես պլան, դրանից հետո կգնանք տենց ուղղակի մի դասով մի քիչ դժվար գաղափարներ Python-ի, թե այն տակից ըստ էության ոնց է աշխատում for cycle-ը, ոնց է աշխատում այդ with-ը որ գրում ենք, ոնց է աշխատում with-ը։ Ու մի երկու հատ էլ մի քիչ դժվարոտ գաղափար, օրինակ դեկորատորներ գաղափարը, այդ պրոստը որ տերմին ասեմ, թե ծանոթ է լինի։ Մի խոսքով մոտավոր այդպես պլան։ Ու դրանով արդեն Python-ը վերջանում է, եթե ոչ մեկ շնորհացա։ Դրանից հետո թե ինչ կանենք, արդեն կորոշենք։ Հանաբար կգնանք ուղղակի ինչ որ գրադարաններ կքննարկենք։ Python ասած նկատի ունեմ բուն Python-ի այն ֆունդամենտալ կտորները, էլի։ Դա Python-ը չունի վերջ։ Շատ մեծ ու շատ բաներ ունի։ Լավ, մի խոսքով, ես պրոստը ըստ մի քիչ մեր ճանապարհի մասին կիսվեմ։ Ես հիշեցնում, որ chat-ում նաև բան էի ուղարկել, դասի պլան էի ուղարկել ժամանակին, syllabus-ը։ Մենք իրան մի քիչ փոխում ենք, ես մինչև երբ որ դաս եմ արել, ֆունկցիաները որ բացել ենք, գնացել եմ միշտ բան, այդ ֆայլեր բացելուց միանգամից գնացել եմ մոդուլներ, հետո մոդուլներից հետո այդ սխալների հանգուցալուծում, հետո նոր կլասներ։ Այս անգամ իմ համար էլ մի քիչ բան է, էլի, այս հերթականությամբ գնալու մի քիչ նոր է, բայց հավատում եմ, որ սենց ավելի լավ կլինի, էլի դասերը։ Մի խոսքով։ Ինչ որ հարցեր, նշումներ կամ ցանկացած բան ես կան ասածից հետ կապված։ Okay, բարի։ Դերավ, ինչա կլասը, այդ ինչի համար է կլասը, կարանք դրանից սկսենք։ Ոնց էր, որ ինչ-որ խաղալիք կոդեր էին գրում, այդտեղ կարանք սպի փոփոխականը չօգտագործենք, եկա սա նորմալ աշխատում էր, հետո զգացինք, որ հələ մի րոպե։ Բավականին հաճախ այս արժեքը օգտագործվում է, մեկ-մեկ իրան փոխում ենք ուրիշ բան ենք սարքում։ Կարող է փոփոխական սարքենք, որ փոփոխականի շուրջ ինքը աշխատի ու այդպես շատ ավելի հարմար լինի, ու տեսանք, որ ընտիր մեթոդ է։ Հետո նկատեցինք, որ ինչ-որ բաներ կա, որ հաճախ նույն ձև կիրառում ենք, նույն ինստրուկցիան է, նույն հայ սարքելն է, ասենք լավ եկեք էդ էլ պահենք մի հատ ֆունկցիա կոչվող գաղափարի մեջ ու սկսենք այդ ֆունկցիան օգտագործել։ Որ հերթով գնալով այդ մեր ասենց ասած այն
building block-ը ոնց են ասում, վայ, գտել է թարգմանությունը։ Ոնց որ այն ֆունդամենտալ են քարը, այն ամենակարևոր քարերը, ոնց որ դրա գնալով ավելի ուժեղացնում ենք, ոնց որ դրանցով կառուցում ենք մեր հրաշք շենքերը։ Հիմա գնալու ենք դեպի բան։ Իսկ այն վիճակը, որ բայց մի օր կան, ոնց որ թե այս ֆունկցիաները իրար հետ բավականին կախված են, ոնց որ այս ֆունկցիաները այս փոփոխականի հետ են կապված։ Կարող բռնենք մի հատ այդ ամեն ինչը հավաքենք մի հարկի տակ։ Ոնց որ sense ասած, եթե տանը կա 3 հոգի մարդ, մի հատ շուն, կա լվացքի մեքենա, որը ֆունկցիան լվացք հանդելնա, կա միկրովոլնովկա, որի ֆունկցիան տաքացնելն է ինչ-որ բան, նկատում ենք, որ սաղ այդ ամեն ինչին միավորում է մի հատ տուն կոչվող օբյեկտ։ Կարանք սահմանենք, թե ինչ նշանակում տուն ու սկսենք այդ տան էլեմենտների հետ գործ անել ու այդ ամեն ինչը կլինի մի հարկի տակ կոմպակտ սիրուն տեղ սահմանած։ Մոտավոր զգացիք ու ոնց որ դա կլասա կոչվում էլի, ասենց ասած, մոտավոր ինտուիցիան բարձ դարավ։ Ուզում եմ մի քիչ գաղափարը բացատրեմ ինչև կոդինգ գալը։ Եթե ինչ-որ հարցեր կա, խաբար արեք։ Լավ, մի հատ օրինակ, եթե list ունենք օրինակ, ոնց անհավասար է list 11500-ը, որ տպում ենք type, ստե գրում էր class list, ահա։ Եկանք հասանք թե այս բառին, թե ինչ նշանակում այս class-ը, որ մի տեսքան տեսել ենք։ Ահա։ Ու նկատենք, որ ասենք կարող գրենք a.append, a.sort, ու տենց ուրիշ տարբեր list-երի, ես ժամանակի ասում ենք, list-երի մեթոդներ ունենք, իրենց ֆունկցիա չենք անվանում։ Բայց այդ պրոստը տեխնիկական դետալ որպես, բայց այն ինչ կախված է list-ի հետ, մենք list-ին կարելի է ավելացնել էլեմենտ, list-ը կարելի է սորտավորել։ Այդ սաղ սահմանվել է մի հատ class list անունով class-ի շրջանակներում։ Եթե նայենք Python-ում այս list-ի կոդը, ասես մի հատ ինչ-որ բան այլն class list ու ստեղ ինչ-որ վախենալու խառը բաներ, կարևոր չէ, բայց այդտեղ տեսնում եք այս մեր մեթոդներն ա, որ գիտենք իրենց։ Ու փաստորեն մենք class-ների հետ այսքան ինչքան ժամանակ աշխատել ենք, որովհետև class-ները այդ են Python-ի են հիմքի, են ամենատակը ընկած բանի այդ կառուցակարերն են։ Չգիտեմ, ըստ թարգմանան այդ բառը։ Հիմա կտեսնենք, թե ոնց կարանք մենք սարքենք ինչ-որ class-ներ, ոնց կարանք մենք սահմանենք ինչ-որ մեր list-ը կամ տենց ինչ-որ բաներ, ոնց կարելի է անել։ Լավ, անցնենք արդեն օրինակի։ Կարգին հաղորդումից է օրինակը։ Կարգին հաղորդումն էլ ինչ-որ տեսանք ինձ կարա հենց ինքը որպես այդպեսին մի հատ ինչ-որ առանձին տար հանդիսանում, չէ՞, մի հատ առանձին օբյեկտ։ Ինքը կարա ունենա օրինակ իր հետ ասոցացված համար, թե որ sketch-ն է ինքը, կարա ունենա իր հետ ասոցացված դերասանների ցանկ, կարա սցենար ունի, թե ինչ տեքստ պետք է խոսան, որակ ունենա։ Այդ ամեն ինչը բաներ ա, որոնք որ բնորոշ են հենց կարգին հաղորդմանը։ Մենք հիմա ուզում ենք սահմանենք, թե ինչ է նշանակում կարգին հաղորդում։ Փորձում ենք տես կարգին հաղորդում տեսակի օբյեկտ սարքել։ Կա list, կա tuple, կա dictionary, կա կարգին հաղորդում։ Այդպես մի հատ խնդիր ենք ուզում անենք ստեղ։ Ոնց է մեր գրելաձևը դրա համար։ Նախ գրում ենք class, հետո բացատ ենք դնում ու գրում ենք class-ի անունը։ Դրանից հետո գայս է վերջակետը ու վերջակետից հետո էլի իջնում ենք ներքև։ Ստեղ կարանք արդեն գրենք տարբեր փոփոխականներ, ասենք որակը հավասար է ֆանտաստիկ, համարը հավասար է 561 եւ այլն եւ այլն եւ այլն։ Այսպես կարանք գրենք։ Ստեղ մի հատ փուճուր նշում, մենք Python-ասերները ահավոր սիրում ենք այս տակի գծիկային գրելաձևը։ Այսինքն sense ասած օծային գրելաձև է snake case, որ sense որակն է գայս, տակը օծնա, որտեղ Python-ը հետո տակ հաջորդ մյուս բառն է գալիս։ Բայց կլասները ընդունված է գրել ուխտաձև, այսինքն այս ուխտասապատաձև ավելի ճիշտ էլի։ Ամեն մի նոր բառը սկսում է մեծատառով, ոչ թե ուղղակի առանձնացվում է տակի գծիկով։ Այդ պրոստը մի հատ նշում։ Ահա, սա ասենց որ գրել ենք, հիմա եթե օրինակ գրենք որակ, սա փորձենք տպել, կտեսնենք, որ ոչ մի բան չի տպում, դե մենք ընդհանուր առմամբ չենք սահմանել, թե ինչա որակ։ Մենք ուղղակի մի հատ օբյեկտ ենք սարքել ու ինքը ունեցել է որակ, բայց այդ օբյեկտը չի օգտագործվել ընդհանրապես։ Հիմա
Ոնց պետք է օգտվենք այս օբյեկտից, ոնց պետք է իրան կյանքի կոչենք։ Անում ենք հետևյալը, գրում ենք sketch-ը հավասարա ու այդ դասի անունը կարգին հաղորդում ու ստեղ փակագծեր։ Ոնց է ժամանակին դատարկ set ենք ուզում սարքենք, գրում ենք s-ը հավասարա set, այսպես։ Այսպես մենք իրականում ասում ենք, որ s-ը այս set օբյեկտի, set class-ի element չէ, set class-ի մոռանում այսօր հայերեն բառերը exemplar-ը ասենց ասած, set class-ի մի ինչ որ ներկայացուցիչ ասենց ասած, էլի։ Իրան անգլերենով ասում ենք տերմին եկեք հիշենք, ասում ենք instance-ը, class-ի instance։ Այս կարգին հաղորդումը եթե class-ն է, այս մի հատ ինչ որ կոնկրետ sketch փոփոխականը է, մի հատ ինչ որ կոնկրետ կարգին հաղորդումը լինելու, էլի, ինքը ոնց որ այդ ցեղատեսակի ներկայացուցիչը։ Նույնիսկ էլ sense որ գտնենք s հավասար set, մենք ասում ենք, որ այս s-ը բազմությունների ցեղատեսակի ներկայացուցիչը ու իրան պետքա բնորոշ լինի այն ամեն ինչի, ինչ բնորոշ է բազմություններին։ Ու այնտեղ սկզբում Python-ի մեջ սահմանված էր, թե ինչ է նշանակում բազմություն։ Այդ որպես մոտավոր օրինակ։ Այս set-ը իրականում մի քիչ դետալներ կա ասել, այդ որ sense գրում եմ, բայց այս իրականում մի ֆունկցիա է, էլի, բայց մի խոսքով կարևոր կոնցեպտը կրնասնել, էլի։ Հիմա եթե տպենք այս մեր sketch-ը, այ հենց սա տպելը մի քիչ տարօրինակ բան է տպում, այս ասում է main get կարգին հաղորդում օբյեկտ, այդ օբյեկտ class բառերը եւ այդ տենց բառը կարանք օգտագործենք։ Այդ ուստեղ գրում են 0x եւ այլն, այս main-ը այդ իրականում մեր ֆայլի անունն է, որտեղ մենք հիմա ինչ ֆայլում որ գրում ենք, այդ ֆայլի անունը main է կոչվում, հիմնական։ Այս դրա մասին հետո կխոսենք։ Կարգին հաղորդում այդ մեր տեսակն է օբյեկտի, իսկ այսա իրականում իր հիշողությունն է։ Էй, հիշողության հասցենը, թե որտեղ է պահված ինքը։ Ու եթե տպենք type-ը իրա, կտեսնենք, որ ինքը եղավ class, ու արդեն այս main get կարգին հաղորդում, արդեն մեր ստեղծած class-ն։ Շնորհավոր ժողովուրդ, մենք առաջ անգամ սարքեցինք class։ Հիմա ոնց որ օգտակար լինի օգտագործել, կարանք գրենք sketch get, ոնց է որ list-երի դեպքում sort ենք ուզում կանչենք, գրում ենք ինչ որ այդ list-ը get sort։ Այստեղ հիմա ամեն ինչ sense այս ոճով է աշխատում, գրում ենք sketch get ու հիմա կգրենք օրինակի համար որակ։ Ու սա կտպի իր որակը։ Իհարկե ֆանտաստիկ։ Կարանք գրենք ստեղ sketch դերասաններ, ինքը գա տպի այս ամեն ինչը։ Հիմա այս սրանք, այս որակ, դերասաններ եւ այլն, սրանք կոչվում են class-ի ատրիբուտներ։ Սա էլ նկատած կլինեք, երևի որ գրում ենք օրինակ, ասենք list, ասենք բան մի հատ list ունենք 1 2 1 1 լավ։ Հիմա ասենք list get append, ասենք ինչ որ բան որ գոյություն չունի, աշխատացնենք, մեզ բերում է attribute error։ Ասում է list օբյեկտը չունի append անունով attribute։ Իսկ իր համար սահմանված չի թե ինչ նշանակում append, այս attribute կոչվող բանը չկա իր մեջ։ Լավ, մի հատ ցույց մնամ շատ խոսացի, նոր գաղափար ասոտքի։ Ոնց է ժողովուրդ, ինչ հարցեր ունեք։ Քանի որ լավ քիչ մարդ ենք, կարակ հանգիստ դաժե անմիտ լինեք ինձ թվում է, չէ, խայար լինելու, պետք չէ չկներեք սխալի ասում։ Ու իմ ձայնը ոնց որ կախում է, եկեք վիդեոն անջատեմ։ Հա, ժողովուրդ։ Okay, հասկանալի էր իրոքից։ Դե բարի։ Իսկ եթե ասենք ինչ-որ արժեք փոխենք, կարանք գրենք ուղղակի sketch get համարը հավասար է 509 օրինակ ու ահա, ինքը փոխվեց։ Ոնց կարանք օրինակ բանանք, սարքենք մի հատ ինչ-որ ուրիշ sketch, դե պետքա նույն կերպ արվենք, գանք բռնենք, ասենք, այս ու իմիջիայից ուրիշ sketch եթե ուզում ենք սարքենք, ստեղ հիշենք, որ մենք ֆիքսել էինք այս 561-րդ sketch-ի բանը,
sketch-ի ինֆորմացիան։ Եթե ուրիշ sketch սարքենք, պետք է հերթով ամեն ինչ փոխենք իր մեջ, էլի։ Իսկ պետք է գանք, ասենք, այս ուրիշ sketch-ը էլի հավասարակարգին հաղորդում, ու տեսեք, այս ուրիշ sketch-կից տեքստը նույն տեքստն է, ինչ նախորդինը, որտեղ տենց ենք սարքի։ Հիմա պետք է բռնենք ու հատիկ ամեն ինչ փոխենք։ Ինչը ահավոր process է դառնում, էլի։ Անիմաստ դժվար ու անիմաստ, լավ, պրոստը անիմաստ, այդ անիմաստ բառը ամեն ինչ ասում է արդեն։ Բա ոնց պետք է վարվենք։ Ճիշտ կլինի, որ մենք ոչ թե բան անենք, ոչ թե բռնենք ու մեր կլասում հստակ ֆիքսենք բոլոր արժեքները, որտեղ տենց կստացվի ուղղակի մենք ոչ թե սարքեցինք բան, նկարագրեցինք թե ինչ է իրենից ներկայացնում ցեղատեսակը, այլ հենց պրոստը կոնկրետ մի հատիկ բան սարքեցինք ու վերջ, էլի։ Այդ պատկերացրեք, որ բան լիստը ոչ թե սարքված լիներ, որ մենք գրեինք լիստ ու մեջ տանք ինչ որ 1 2 3 4 ու իր հետ գործ անենք, այլ ուղղակի սարքված լիներ մի հատ կոնկրետ լիստ, լիներ մենակ 1 4 5 1 4 3, մենակ այս լիստը մենակ գոյություն ունենար, էլի։ Հիմա մեր սպային արածը ավելի շատ նման է դրան։ Այն ինչ մենք ենք ուզում անենք, մենք ուզում ենք սահմանենք, թե ինչ է նշանակում կարգին հաղորդում, ու ամեն քայլի, երբ պետք է այդ կարգին հաղորդումից կառուցենք։ Մի հատ այդ տեսակի օբյեկտ սարքենք ուղղակի, էլի մենք մեր համար։ Ինչ պետք է անենք դրա համար։ Պետք է նշենք, թե ինչ է նշանակում կարգին հաղորդում, ինչերից է ինքը բաղկացված ու ոնց է պատրաստվում, ասած ասած։ Դա արվում է հետևյալ կերպ։ Նախ այն ամեն ինչը ինչ ուզում ենք, որ բոլոր կարգին հաղորդումների մոտ նույնը մնա, այսինքն տարբերություն չունենա, թե ինչ instance ենք սարքել, միշտ նույնը լինի ուղղակի։ Իրան էլի նույն ձև վերևը ուղղակի գրում ենք, որակը հավասար է ֆանտաստիկ, որտեղ ինչ կարգին է վերցնենք, տենց կլինի։ Իսկ հիմա այն ամեն ինչ պետք է փոփոխվի ու կախված որ կարգին հաղորդումից ենք խոսում տարբեր լինի, այ իրան գրում ենք մենք մի ասենց հատուկ մոգական magic, այդ մոգականը իմիջիայից իսկական տերմին է, այդ մոգական մեթոդներ են անցնելու հետո, գրում ենք հետևյալ բանով, ասենք ունենք init երկու հատ տակի գծիկով առանձնացված։ Init-ը գայս է ինիցիալիզացիա բառից, այս տակի գծիկներին էլ նաև անվանում են դանդրներ, որովհետև under-ը գայս է underscore բառից, double-ը որովհետև կրկնակի են, էլի։ Այդտեղ մեջը գրում ենք մի հատ սև, որը հեսա կբացատրեմ թե ինչ է, եկեք հələ պրոստը որպես part կընդունենք, ու մեջը գրում ենք ինչ-որ մի հատ ծրագիր։ Հիմա ամեն անգամ, երբ մենք սարքելու լինենք կարգին հաղորդում, այս init-ը աշխատելու է սրան, ուրիշ լեզուներում ասում են կոնստրուկտոր, այդ մի քիչ ավելի արտահայտիչ բառ է ինձ թվում է։ Այս կոնստրուկտորը ինքը ամեն անգամ կառուցում է կլասը, հենց որ մենք իրան կանչում ենք, ուզում ենք իր instance սարքենք, այդ պահին կառուցում է կլասը։ Այս սրա մեջ գրվելու է այն, թե ինչ է նշանակում հենց այս 11-րդ կարգին հաղորդում։ Հիմա սա որ աշխատացնենք, տեսեք, ստեղ տպվեց պանիր միանգամից, այդ հենց ցույց է տալիս են, որ հենց կլասը սարքում ենք, այս init-ը միանգամից աշխատում է։ Մի հատ ցույց մնամ, մինչև սպահը նորմալ է, ամեն ինչ ժողովուրդ։ Ընկեր Հայկ, այն փակագծերի մեջի self-ը ինչ է նշանակում։ Հա, այդ հեսա մի փոքր ուշ կասեմ, այս հələ պարտք եմ զուտանում, էսա կասեմ։ Այսօրվա մեր ամենաբարդ թեման է լինելու է self-ը հասկանալը երևի։ Մի փոքր ուշ կգանք այս սրանով։ Հատված է, ես այդքան էլ լավ չհասկացամ։ Իմաստը էլի, որը այս վերջին հատվածը այդ init-ի պահը։ Հա, օքեյ, հա, լավ հարց ես տալիս։ Նայ, մենք այս կարգին հաղորդումը որ կար ես մեկը սարքած, հիմա եթե ուզենանք մի հատ ուրիշ կարգին հաղորդում սարքենք ուրիշ տեքստերով, պետք է սենց անենք, չէ, ասենք բան, կարգին, հավասարակարգին հաղորդում, սրան այսպես կանչենք, ստեղ ասենք օրինակ, կարգին կետ, որակը հավասարա ընտիր, հետո ստեղ ասենք, կարգին կետ համար հավասարա 111, կարգին կետ դերասաներ ու
հերթով հատիկ նշենք էլի թե ումը ինչ է։ Դա եւ այլն։ Սա պետք է հատիկ գրենք, չէ՞։ Ամեն մի բանը ինչա, որ նոր ստացվի այդ նոր կարգի նորթումը սարքեցինք, չէ՞։ Հիմա դրանով մի տեսակ ստացվում է, որ այստեղ գրված է 0 իմաստ ունի, որովհետեւ ինքը մենակ մի անգամ է ճիշտ։ Այս ոնց որ սարքենք լիստը 1-4-3 լիստի համար, էլի, եթե նույն օրինակը նույնպես բերեմ, մեզ պետք է ամեն անգամ նոր լիստեր, չէ՞։ Դրա համար ասում ենք եկեք մի հատ ձև մտածենք, որ կարգին հաղորդումը երբ որ սարքենք, ոչ թե sense հատիկ հետո ձեռով վերագրումներ անենք, այլ իրան կառուցելուց միանգամից տանք թե ինքը ինչեր է ընդունում։ Օրինակ գրենք այստեղ sense ընտիր 111 ու դասաների ցանկ։ Այսպես մի հատ ինչ-որ բան անենք, ու ինքը սա այս պատմությունը ավտոմատ անում։ Sense ասած կառուցի այս մեր բանը, կլասը։ Նախնական արժեքներ տա իրեն, ինիցիալիզացիա անի կամ կառուցի մի քիչ ավելի լավ է երևի հնչում։ Բռնի ինքը այս ընտիրը վերցնի ու վերագրի այս որակին։ Այս 111-ը վերցնի վերագրի համարին։ Ու այդտենց հերթով անի, որ ստացվի մենք մի տողով, sense ասած այդ ֆունկցիայական գրելաձևով իրան տվեցինք արգումենտներ ու կառուցվեց ինքը հետ եկավ մեզ։ Պատկերացեցի՞ր։ Հա։ Իսկ մնացածը ժողովուրդ։ Մերի Շուշան ձեզ ոնց է։ Վիճարակես։ Լավ, հարցեր որ լինի, խաբար արեք։ Հիմա ոնց ենք դա անում, այս init-ի միջոցով, ինչ է մեզ տալիս ինքը։ Եկեք սա այստեղ դնեմ, կոմենտ արած, որ հետո կոդը նայելուց նորմալ լինի։ Ու ոնց որ նույնպես մի հատ ուրիշ instance-ել եթե սարքենք այս instance-ները, էլի իրենց համար միանգամից բան իրա տվում, որտեղ միշտ աշխատում է։ Հիմա որ օգտակար դառնա այդ self-ը, եկեք իրա մեջ սկսենք ինչ որ բաներ ներառել։ Ահա։ Եկեք նախ բանը աճեմիրական կներեք։ Այս մի հատ sketch-ը սարքեցինք, այս sketch get որակը ինքը նույնպես ֆանտաստիկ է, որովհետև init-ից դուրս է ինքը եղել, սաղի համար նույնն է։ Հիմա եթե որակից բացի ունենանք տանք նաև իրան մի հատ համար, մեզ ինչ էր պետք լինելու անել։ Պետք էր լինելու ասել sketch get համարը հավասարա օրինակի համար 509, չէ՞։ Հիմա մեր նպատակը այն է կոդը նենց սարքել, որ ինքը այդ համարին կցագրումը, վերագրումը ավելի ճիշտ, ավտոմատ մենակով անի։ Այսինքն ամեն անգամ, երբ որ կալասը սարքում ենք, ինքը իրան կառուցելուց նշի, որ գիտես, ինչ քո համարը հավասար է այս մի հատ ինչ-որ բանին։ Հիմա եկանք այս self-ի պահին, ժողովուրդ, նայեք։ Մեզ պետք է անել այսա, չէ՞, ասել sketch get համարը հավասար է այդ մեր մուտքը, չէ՞։ Հիմա եթե ինչ-որ ֆունկցիա լիներ, որ մուտքում ընդունում է համար, def բան init անել ընդուներ համար, իրան այսպես կգրենք, չէ՞, կասենք sketch get համարը հավասարացրու 509-ի, որ ամեն անգամ տարբեր init-ներով աշխատացնենք, ինքը էլի բռներ բան աներ, վերագրեր, չէ՞։ Պատկերացրիք ժողովուրդ այս պահը։ Չէ։ Ապրասվացիր։ Մենք ուզում ենք մի հատ ինչ-որ հրաման սարքենք, ֆունկցիա սարքենք, որ իրան հենց աշխատացնենք, ինքը իրան մուտքում տանք ինչ-որ համար, ու ինքը այս մեր sketch-ի համարը դարձնի այդ մեր նոր թիվը, հաստատ պետք է գրեմ։ Որ sketch-ի համար անունով ատրիբուտը դարձնի այդ մեր տված մուտքը, պետք է գրենք sketch get համար, չէ՞։ Sketch-ի համարը ստանում ենք դրանով, չէ՞, sketch get որակ, sketch get համար, չէ՞։ Այդ բա հոքեյ է։ Հա։ Հա։ Հիմա եթե օրինակ համար ու նաև բան դերասաններ օրինակ եթե ուզում ենք վերագրի,
պետք է ասենք սկեշկետ համարը հավասար է ինչ-որ բանի, սկեշկետ դերասանները հավասար է ինչ-որ բանի։ Հիմա կարող է մի անգամ համարը մի բան լինի, մի անգամ ուրիշ բան, մի անգամ դերասանները մի բան լինի, մի անգամ դերասանները ուրիշ բան։ Այդ դրա համար ասում ենք եկեք մի հատ բան անենք, ֆունկցիա սարքենք, որ մուտքում ընդունի համար ու դերասաններ, որ սկեշկետ համարին վերագրի այս համարը, որ մուտքում ստանա։ Սկեշկետ դերասաններին վերագրի այս դերասանները, որ մուտքում ստանա։ Okay, որ մենք ոչ թե հատիկ գրենք վերագրումներ ենք, այլ ասենք ուղղակի init անել ու գրենք ստեղ օրինակ 11 ու նկո։ Եկեք մի քանի հատ print դնեմ։ Ստեղ կեշկետ համար, տեսնենք որ error է տալիս։ Հետո այսրանից հետո գրենք։ Չի ասենց երկրորդ ֆոտո։ Անկել հայ ձեր էկրանը մի քիչ կախելով է աշխատում։ Այս գրում եք Ոյ, մի ոնց որ անի ժամանակ հետո նոր ձեր գրածը երևում է։ հա, պրոֆեսոր, ասել իրականում ինտերնետը ինչ-որ բան եղավ, որտեղ էս կոլաբն էլ մեռավ պահի տակ։ Հիմա նորմալ է։ Հիմա օրինակ թերթում եմ էկրանը։ Համեմատ հա, բայց էլի մի քիչ կախելով է աշխատում։ Սա ես ինչ կարամ կփակեմ։ Ավ երևի արդեն։ Երևի ես քանակարի։ Okay, կուտվի, թե անտանելի է։ Գրում եմ հիմա այնք։ Հա, լավ է։ Okay։ Okay, շատ լավ։ Ապրեսոր ասցիր։ Սկզբում ասելու է atribute error, որտեղ այստեղ սահմանված չի թե ինչ նշանակում համար, բայց եթե այսպես աշխատացնենք, հա, դերասաններ պետք է գրենք հավասարա ու դերասաններ, տարասպալ եմ արել, բայց լավ։ Տեսեք, այստեղ էս init անել մեթոդը, որ կանչեցինք, դրանից հետո արդեն init անել ֆունկցիան, որ կանչեցինք, դրանից հետո արդեն սկեշկետ համարը դարավ 11։ Հիմա եթե ուրիշ բան ուզենք վերագրենք, կգրենք ուղղակի 123։ Ուսե, ուստեղ եթե 10 հատ էլ ինչ-որ ուրիշ բան լինի, իրանց ուղղակի որպես ֆունկցիայի մուտքեր կտանք ու բրց, չէ։ Ահա, ին ավելի հարմար է, չէ՞, դառնում ժողովուրդ, քանց հատիկ այսպես գրել, որտեղ էի գրում, այսպես հատիկ գրել, չէ։ Հա։ Այդ ոնց որ մոտիվացիան sense ասած էլի է դրա։ Հիմա մենք ուզում ենք այս ֆունկցիան վերենք ու իրան կլասի մեջ դնենք, որ ամեն անգամ ինքը հենց իրան աշխատացնի։ Մենք գրենք այս մուտքում տանք իրան այս արգումենտները, ասենք կարգին հաղորդում ու գրենք, որ համար 123 բան դերասաններ մկո եւ այլն այդպես գրենք ու ինքը միանգամից այս սկեշկետ համարը վերագրի 123, սկեշկետ դերասանները վերագրի դերասաններ։ Հիմա դա է մեր նպատակը։ Ահա։ Ու դրա համար այդ ոնց որ անում ենք այս մեր init ֆունկցիայի միջոցով, որ ինքը ավտոմատ միշտ աշխատի։ Ու գրում ենք օրինակ համարն ենք տալիս ու ասում ենք self-get համարը հավասարացրու համարի։ Այստեղ է այս նույն բանն։ Հիմա ոնց որ այսօրվա ամենակարևոր հարցը։ Բայց ինչ self-ը, ինչի self էլի։ Նայեք, մենք այստեղ որ այդ ատրիբուտները վերագրում ենք, սահմանում ենք թե ինչ է նշանակում համար, ինչ է նշանակում դերասան եւ այլն եւ այլն։ Դա սահմանում ենք կոնկրետ ինչ-որ sketch-ի համար, չէ՞։ Ոչ թե բոլոր հնարավորների։ Բոլոր հնարավորների համարը այս վերևի գրածն էր, որ սաղի որակը նույնը լիներ, բայց հստակ ինչ-որ մեկինը պետքա հստակ այս իրա վրա սարքենք, չէ՞, սահմանենք։ Ասենք sketch-ը հավասար է սրան ու հետո նոր փոփոխենք, չէ՞։ Պատկերացրեք։
Լավ, երևի եթե լավ շարունակեմ մի քիչ բացատրել։ Հիմա մենք պետք է ինչ-որ մի ձև ասենք, որ այս ստենք այս ֆունկցիայի մեջ չկա գրած, չէ՞, sketch, որտեղ մենք չգիտենք իրան ինչ փոփոխականի ենք վերագրելու։ Մեզ այդ ընդհանրապես պարզ չի, կարան գրենք sketch, կարան գրենք պանիր, կարան գրենք կարգին 108-րդ օրինակ ու ինչ ասես կարանք դնենք այդ մեր instance-ի, այդ մեր բանի ներկայացուցիչի, պոպուլյացիայի ներկայացուցիչի, այդ exemplar-ի անունը ինչ ասես կարանք գրենք, չէ՞։ Ու պետքա միշտ հենց իրա համար անենք այդ ինչ որ մի բան կետ համար, ինչ որ մի բան կետ դերասաններ։ Այսինքն այս init անել ֆունկցիան իրականում պետքա նաև ընդունի մի հատ sense փոփոխական, որը կկոչվի sketch, որ ինքը հասկանա, որ ես այս մի կոնկրետ այս sketch-ի համար եմ, որտեղ ասենք init անել ու գրենք բան, մուտքում ասենք Օրինակ այստեղ կարգին 11 էինք գրել, իրան ասենք հիմա կարգին 11-ին վերցրու, ու այս կարգին 11-ի համարը հավասարեցրու սրան ու կարգին 11-ի դերասաններին հավասարեցրու սրան։ Մենք նաև պետքա տանք իրան այդ բանը, չէ, instance-ը։ Այս բանը պատկերացրեցիք ժողովուրդ։ Հա, ով պատկերացրեց թող լայք դնի, էլի։ Շուշան, եթե լսում եք ու հարց կա, բաբար արեք։ Լավ։ Հիմա այս sketch-ը, որ պետքա միշտ մուտք գա, ու այստեղ մենք իրան չունենք պրոստը, որովհետև հələ նոր կլասն ենք սարքում։ Ոնց որ եթե մի հատ կլաս սարքենք, թե ինչ անշանակում շուն, այդ շան համար ինչ որ սարքենք, շանը հաչել, շունը թաթը տալ եւ այլն, ու շունը ինչ որ անուն ունենա, ամեն մի շուն ինչ որ նոր անուն ունենա, ու ամեն մի շուն ինչ որ իր ձևով է հաչելու ինչ որ չափով, ամեն մեկի համար գուցե մի քիչ յուրահատուկ լինի այդ ամեն ինչը, այդ հաչելը լավ օրինակ չբերեցի։ Մի խոսքով, հիմա որ այտենց գլոբալ ասենք, գիտես ինչ դու ինչ շանել վերագրենք, այդ իր համար արա այստեղ էս ամեն ինչը, այ դա կոչվում է self բանով։ Այս self-ը ինքը կլասի instance-ն է, այսինքն այն էլեմենտն է, որին որ վերագրում ենք, որը որ այն շունն է, որ հեսա նոր պետքա սարքենք, ասենք եթե գրենք Jcon հավասարաշուն, այդ Jcon լինելու է մեր self-ը, մենք ստե գրել ենք Jco կետ համարը հավասարա համար։ Այստեղ եթե ասում ենք sketch-ը հավասարա կարգին հաղորդում 500-ը, այս self-ը լինելու է այս sketch փոփոխականը։ Այսինքն մի քիչ այդտեղ շատ տարօրինակ բան է տեղի ունենում, էլի իրականում մեր համար։ Այս self get համարի մեջ, այս ֆունկցիայի մեջ առաջին մուտքը լինում է այսա, այն ինչ էլ վերագրում ենք։ Երկրորդ մուտքը լինում է այսա, այն ինչ տալիս ենք իրան։ Ինքը գայս է այս sketch-ը դնում աստեղ, ասում է sketch get համարը հավասար է այստեղի այս 500-ին։ Սա որ աշխատացնենք։ Շփոթի։ Ոչ։ Давай. Կարնա ես հավատում եմ, որ ինքը կունենա։ Իսկ իմ էկրանը իմ կապը նորմալ է, թե չեք բողոքում։ Եթե սա վատ է, երևի ինտերնետս էլ հավատ էլի։ Չէ, չենք բողոքում։ Բայց այդպես պահի տակ էլի շատ չհասկացա ինչ ասցիր դրան, մի քիչ շատ խառը եկա։ Չէ, ընդհանուր նորմալ է, ուղղակի մեկ-մեկը այդպես պահի տակ կախում է, բայց էլի ծզվում է շուտ։ By poor network quality. Yes. Okay, լավ, եթե հենց կտրում է ձենս, միանգամից բան արեք, էլի։ Միանգամից անմիջապես ասեք, ու այդ բանը միանգամից հասկանանք, թե ինչ անել, էլի։ Այսինքն որ գրեցինք ինքը, okay, արդեն աշխատեց, համարը վերագրեց։ Սա նման էր նրան, որ գրենք այստեղ sketch հավասարակարգին օրթում ու sketch get համարը հավասար է 500-ին։
Բայց ոնց որ այս ձև մենք կմախքն ենք սահմանում, թե ինչ է սա բանը, sketch կարգին հաղորդումը։ Իրա մեջ հատիկ գրում ենք, թե ինչ պարամետրներ կարա լինի, համար ունենա եւ այլն եւ այլն։ Ու իրան հենց կանչելուց տալիս ենք ու այս ամեն ինչը գալիս է այս init կոչվող կոնստրուկտորի մեջ ու այդ կոնստրուկտորը արդեն այդ գործը անում է, որ վերագրում անի արժեքների։ Ու այս ոնց որ self գրած է, ուղղակի ընդունված է այտենց գրել, էլի։ Բայց ինքը անհրաժեշտ չի, կարան գրենք ստեղ օրինակ հրաշք կարգին ու գրենք հրաշք կարգին կետ համարը հավասար է համար։ Կարևոր չի, էլի, ինքը մենք ինչ էլ գրենք, այսա վերցնելու է ու բան, որպես այդ անունով փոփոխական պահի ու վերագրի, էլի։ Ուղղակի self-ը ընդունված գրել, էլի, ստեղ եթե self-ից բացի ուրիշ բան գրեք, կախելու է, էլի, բոլորին ու ասելու են այս խի էս ինչի համար, էլի։ Դա ոնց որ իմացեք, որ self-ի մեջ ոչ մի հատուկ բան չկա, ուղղակի ընդունված է։ Ու պահում ենք, էլի, այդ ընդունված ձևը։ Նա ժողովուրդ տեսել self-ից մի հատ մտածեք տեսեք, օքեյ է թե չէ։ Այս էլ ամենախառախշտիկ բանն է, չգիտեմ ինչքանով հասկանալի եղավ։ Եթե կուզեք կարամ հետո ինչ-որ ուրիշ նյութեր էլ ուղարկեմ, որտեղ ուրիշ մարդիկ բացատրեն, բանաբար ինձ այնց լավ։ Կարծես ասեք էլի, նորմալ էր, հարց կար, չկար։ Հեշտ բան չէր էլի սա, խառը բան է շատ։ Հատել բացատրեք էլի։ Հա։ Մենք տեսանք այժմ լավ է, կարող է նյութ լինես տենց հարցելով առաջ գնանք հարցերը։ Հա։ Կա լավ, վայրի ես քայլարկել բան հարցեր տամ, տենց առաջ գնանք։ Բանի ինտուիցիան պարզ է, չէ՞, թե ինչի ուղղակի այսպես գրելը ինչի։ Ուղղակի այսպես հատիկ հենց մեջը գրելը ինչի լավ չի։ Էս օքեյ է։ Հա, որ տենց ամեն անգամ նոր բաներ սարքելուց հարմար լինի մեզ, էլի շուտ կարողանանք այդ անունները փոփոխենք կամ ավելացնենք։ Ահա։ Հա, շատ ճիշտ է։ Մենք որպես տենց ընթացիկ տարբերակ մտածեցինք մի հատ բան սարքենք, ֆունկցիա սարքենք, որը որ կընդունի այդ տարբեր բաները, այդ համարը, դերասանների անունները եւ այլն, ու ինքը կանի այդ բանը, նշանակումները, ասած ասած։ Այդ բանը օքեյ է։ Հա։ Հա։ Հետո հասկացանք, որ այդ ամեն ինչը շատ կախված է, թե ինչ փոփոխական ենք տալիս, այսինքն հենց կոնկրետ ինչ կարգին հաղորդման համար է պետք, կարգին հաղորդումի ինչ instance-ի համար է պետք։ Ու հասկացանք, որ այստեղ պետք է նաև այդ sketch-ը գա մուտքում, էլի սենց ասած։ Այս բաները օքեյ։ Հա։ Ստեղ որ գրած է sketch, արի ստեղը գրենք ուղղակի self, որովհետև ընդունված անունն է ասած։ Հետո հասկացանք, որ այս ֆունկցիան, որ սարքել ենք, ինքը մեզ պետքա, որ ամեն անգամ հենց կլասը սարքում ենք աշխատի ու կլասից մուտքեր վերցնի։ Դրա համար դիմեցինք այդ հատուկ մեթոդին, կոչվում է init, ու init-ի մեջ դա գրեցինք էլի self ու համար, ու մեջ են մեր նույն կոդը, self get համարը հավասար է համար։ Այս բանն էլ էր օքեյ։ Հա։ Հա։ Ու ոնց է արվում այդ բուն այս ինիցիալիզացիայի աշխատացնելը, երբ գրում ենք կարգին հաղորդում, փակագծերի մեջ նենց ոնց ֆունկցիային մուտք գտանք, իրան մուտք ենք տալիս իրան այս համարը, դա վերցվում գալիս է այս երկրորդ փոփոխականի մեջ է պահվում։ Ահա։ Բայց հիմա որ իմանանք, թե որ կարգին հաղորդումին է պետք համարը գրել, որ հավասար է համար, այս sketch-ն էլ գալիս է այս self-ին։ Ստեղ եթե էլի բաներ լիներ, ստեղ մի հատ գրածներ դերասաններ, եկեք գրեմ դա ուղղակի, այստեղ լիներ self get դերասաններ հավասարը, մի հատ էլ կգրենք օրինակ բան։ Հայկո մկո կամ տենց ինչ-որ մի բան։ Ու սենց կլիներ, այս init-ը կանչելուց sketch-ը կգար առաջի արգումենտ, ինքնավարինը կգար երկրորդ արգումենտ, այս հայկո մկոն կգար երրորդ արգումենտ։ Այս էլ էր օքեյ։ Հա։ Հա, դե ոնց որ այսքանն է բանանում, ու self-ի փոխարեն կարա գրած լինի ուրիշ բան։ Ոնց որ թե այսքանն եմ ասել։
Ընդհանուր սաղ միասին հասկացար։ Մի քիչ էլի այդ init-ի պահը լավ չպատկերացրեցի, բայց տենց ընդհանուր, Հենց էս init-ի, հա, այստեղ եթե գրենք ինչ-որ միացյալ, լավ, init չէ, դաժ գրենք init-ի, ինչ-որ մի քիչ ուրիշ բառ լիներ օրինակ գրած, ինտերնետս ճիշտ է, հա չաշխատեց, սա որ սենց աշխատացնենք, ինքը կասեր ես կարգին հաղորդումը արգումենտներ չի ընդունում, որտեղ այստեղ գրած է մի հատ ինչ-որ init-ի կանոնով ֆունկցիա, որը վաշը գաղափար չունենք թե ինչա, կարևոր չէ ճիշտ ինչ է էլի, ու մի հատ գրած է որակ, ոչ մի խոսք էլ չկա, որ արգումենտ ընդունելու համար, մուտք ընդունելու մասին ոչ մի խոսք չկա, ինչի որտեղ կլասները իրանք default-ով չեն էլ նախատեսում էլի, որ պետք է հեսա իրենց մի հատ ինչ-որ բան տաս մուտքում, որ մուտքում մի բան վերցնի, այդտեղ կա հատուկ մեթոդ, որը որ եթե իրան ինչ-որ բան ես տալիս, վերցնում է ասենց ասած, էլի, եթե պետքա տաս ու ինքը դրանց հիման վրա սարքի մի բան, սարքում ասենց ասած, այդ կառուցողը ինքը հատուկ մեթոդ է ու հենց կոնկրետ գրում ենք init, որ պարզ լինի, որ այս init-ը ոչ թե մեր մոգոնած հորինած բանն է, այլ այն ֆունդամենտալ բանն է, որ կլասների համար սարքած ասենց ասած, էլի, պատկասեցիր ես պահը, չէ, որ ճիշտ ասեմ, մեկ այլի չհասկացա։ հա, օքեյ, այսա ուրիշ ձև մտանամ, իրական մտացան, մենք ուզում ենք այս կարգին հաղորդումը կառուցելուց իրան փոխանցենք համարը ու դերասաններին, չէ, որ ինքը համարին վերագրի 500-ը, դերասաններին վերագրի այս Հայկո Մկոն, չէ։ Հիմա, ու ուզում ենք, որ որ այս հենց սա կանչենք, ինքը մի անգամից վերագրումը անի։ Այսինքն այս միտողը հերիք լինի, որ ինքը վերագրում անի, չէ։ Այդ ենք ուզում անենք։ Մենք ինչ-որ list ենք սարքում, գրում ենք ուղղակի list, ու իրան մեջը տալիս ենք, ինչ-որ բան ուզում ենք string, դրանք ֆունկցիաներ են մի քիչ խափում են, որ սենց նման, խոսքով։ Սենց որ գրում ենք, իրան քանից տալիս ենք ու վсё, չէ, ինքը միանգամից սարքում է։ Էլ չենք գնում առանձին ինչ-որ բան։ Այսինքն որ միանգամից սարքվի, պետք է ստեղ ինչ-որ կոդ լինի, որ միանգամից կաշխատի, չէ։ Միանգամից մուտքը կվերցնի ու կաշխատի։ Չէ։ Okay։ Հա։ Այսինքն պետք է մի հատ, հա։ Մեզ պետք է որ վերադարձնի այդ օրինակ 500-ին այդ Հայկո Մկոն, թե որ վերադարձնի համարներն ու դերասանները։ Մեզ իրական պետք չի որ ինքը ինչ-որ բան վերադարձնի, մեզ ուղղակի պետք է ոնց որ սենց նոր բան ենք սարքում, թազա կարգին ենք նկարում, այդ կարգինին պետք է տանք համար ու տանք թե ովքեր են լինելու դերասանները, չէ։ Պետք է փոխանցենք ու որ սենց ասած պետք է մի հատ փուստի վրա գրենք, որ այս կարգինն է, այս բանն է, այս բանը, որ հետո մնացած սա այդ կարգինի վրա աշխատողներին տանք, իրենք իմանան, որ այս կարգինն է։ Մեզ մի հատ կոնկրետ օբյեկտ է պետք, էլի սենց ասած։ Կոնկրետ էքզեմպլար է պետք այդ կարգինի, չէ, սենց ասած։ Այսօր ես որ սկսում շուշուտ սենց ասած ասել, լավ նշան չի։ Լավ ինկատյուրեմ երևի բան վստահ չեմ բացատրում, դրա համար եմ սենց ասում, կարող է լավ չհասկացվի։ Լավ, в общем, просто խշշեցի։ Հիմա պետք է գանք ու այդ կոնկրետ այդ sketch-ին վերագրենք, չէ, այդ համարը ու դերասաններին։ Ուզում ենք որ միանգամից դա անենք, չէ, որ հենց գրենք միանգամից վերագրվի։ Որ այս տողից հետո այս sketch-ի համարը արդեն իմանանք, որ ինքը 500-ին է, ու sketch-ի դերասանները իմանանք, որ Հայկո Մկոն են։ Էս օքեյ է։ Հա։ Հիմա մի հատ մեզ պետք է, քանի որ մի դեպքում կարա օրինակ համար է գրած, այստեղ կարա ու շան դեպքում լինի անուն օրինակ գրած կամ տան դեպքում լինի սենյակների քանակ։ Ինչ ասես կարա լինի գրած, այսինքն մեզ պետք է ու այստեղ կարա 2 հատ լինի, կարա 3 հատ լինի, կապ չունի, ոնց որ ամեն անգամ ինչ որ կլաս սարքելուց ինչ որ յուրօրինակ ձևով ենք, չէ՞ սարքում։
Հիմա որ իրան սարքենք, մեզ մի հատ ինչ-որ ֆունկցիա է պետք, որ մենք իրան գրենք, թե ոնց ինքը կառուցի այդ կլասը, չէ՞։ Հա։ Ահա։ Հիմա այդ ֆունկցիան def-ով սկսող ինչ-որ բանն է, ու ինչ-որ մի անուն պետքա ունենա, չէ՞։ Ու ինքը յուրահատուկ ֆունկցիա է լինելու, որտեղ ինքը պետքա միանգամից աշխատի ու այս մուտքերը վերցնի, ինքը դրանով յուրահատուկ է լինելու, էլի, մնացածից տարբերվելու է հենց այդ բանով, որ ինքը միանգամից աշխատում է ու ինքը այս մուտքերը վերցնում է։ Հիմա Python-ում այդ ֆունկցիայի անունը, որ այդ հրաշք հատկություններով օժտված է, դրել են init ու կողքերը տակի գծիկներ։ Պրոստը անունը սա ընդհանրեն է, էլի։ Okay։ Հա, մի հատ ես ոնց որ բանը իմ հասկացած ձևով ասեմ, դուք ասեք էլի ճիշտ եմ հասկացել թե չէ։ Давай, շատ լավ։ Ոնց որ ուզում ենք այդ sketch-ը նկարենք, մի հատ թղթի վրա գրում ենք իր սցենարը ու այդ սցենարը տալիս ենք այդ օրինակ այդ նկարողներին ու ոնց որ ասում ենք էլի, այս դերասանները պետքա խաղան, այս ինչ տեղում, ոնց որ այս ինչ համարի տակ։ Հա, սենց ասած, ես այդ որ թղթի օրինակը բերում էի, մի քիչ նկատների ոնց որ պատկերացրում մի հատ թուղթ է, որեն գրած է բան, համար գծիկ, դերասաններ գծիկ, բաներ գծիկ, ու դու պետք է այդ սաղ լրացնես ու 10 մնացածին որ գործ անեն արդեն։ Հա։ Ոնց որ Այսինքն սենց ասած ռեժիսոր դերասաններ համար, в общем, որ մենք լրացնենք մեր ուզած ձևով ու տանք իրանց։ Հա, ոնց որ ռեժիսորը քեզանից պահանջել է, ասել է, որ կարգին հաղորդում ասելով ես հասկանում եմ մի հատ բան, որ ունի համարներ, դերասաններ եւ այլն, բարի եղի նշի թե ինչ է համար ու դերասանը, որ մենք արդեն դրա հետ գործ անենք։ Հա։ Այս init-ը ոնց որ այդ հատուկ տպիչ սարքը լինի, էլի, որ դու գրես համար ու բանն է, ինքը գնա հենց այդ թղթի մեջ լրացնի, սենց ասած։ Ահա։ Հասկացա։ Okay, արդեն։ Հա։ Շատ լավ։ Ու ապրեսոր հարցրեցիր, ինձ թվում է, այս եթե ոչ հիմա զանգին կպասների, հետո վիդեո նայողների նահագին կօգնի, որովհետև սա իսկականից պրիմիտիվ գաղափար չի ու լավ է որ հարցրեցիր, քննարկեցինք, էլի, խորացանք, թե չէ կարող է շատերի մոտ հետո չտպավորվեր։ Առնվազն իմ համար սա պրիմիտիվ գաղափար չի, էլի, ես ես պահը հեշտ չեմ ջոգել, էլի, թե ինչի համար է։ Եթե մնացած բոլորին իսկականից հեշտ հասկանալի է, շատ ուրախ եմ, շատ ընտիր եմ։ Ասեք ժողովուրդ, ինչ-որ հարց կա ստեղից։ Ես մի հատ հարց ունեմ։ Եթե մենք կլասին տանք init ֆունկցիան, բայց օրինակ որ գրենք այդ օրինակում էլի sketch հավասար է կարգին հաղորդում, բայց մեջը ոչ մի բան չտայինք։ Այդ error-ը լինելու, թե ուղղակի ստեղծվելու է այդ sketch-ը առանց այդ բաների, ատրիբուտների արժեքների։ Հա, հասկացա, okay։ Այս վերևի օրինակը գանք, այստեղ որ սարքել ենք init, այսրան սարքել ենք init ու ոչ բանի կչի ընդունում, զուտ տպում է պանիր, սրան այս self-ը տվել ենք, որովհետև առանց self-ի ինքը սխալ է աշխատելու, ինչի որովհետև եթե ուզում է ինիցիալիզացիա անի, սենց ասած կառուցի մի հատ ինչ-որ օրինակ բանի, պետք է այդ օրինակը լինի, էլի, սենց ասած պետք է դատարկեց չլինի, պետք է մի հատ ինչ-որ edge լինի, այսինքն մի հատ self անպայման պետք է լինի ստեղ, որտեղ այս կարգին հաղորդումը որ վերագրում ենք, ինքը ինչ-որ մի տեղ պահվում է, էլի, նույնիսկ եթե այստեղ չգրենք sketch-ը հավասար է, այդ իր օրինակը, իր instance-ը պետք է ստեղ գա, այսինքն self-ը պարտադիր է։ Հիմա ուրիշ ինչ-որ բաներ պետք է ստեղ գա, թե չէ, սրա մեջ եթե մի հատ էլ ինչ-որ բան գրենք օրինակ, գրենք համար, այստեղ էլի թող ոչ բան չլինի։ Հիմա սրան որ աշխատացնենք, առաջի քայլին որ աշխատելու է init մեթոդը, ոնց որ սովորական ֆունկցիայի պես աշխատելու է, այս init-ին մուտքում գա բան, այսինքն կգա init sketch
Այսինքն եթե գրենք ու սա աշխատացնենք, սա եթե այսպես ֆունկցիա լիներ, էլի init self by init-իկ, որ էլի գրեվորներն է, գրենք self-ում համար, այստեղ մի հատ ինչ-որ այստեղ մի հատ ինչ-որ գործողություններ անենք, կապ չունի, հիմա սրան եթե կանչենք, ասենք init-իկ ու self-ում գրենք ուղղակի sketch, սա error կտա, չեք ասի, մի վարքյան ես, init-իկը երկու արգումենտ ընդունում, իսկ դու մի հատ ես տվել, չէ՞։ Միջաստեղ օքեյ է ժողովուրդ։ Դե իսկ այս init-ն էլ ինքը էլի ոնց որ այդ մեր init-իկ ֆունկցիան է, էլի լրիվ նույն, ու իրան էլ այսպես եթե աշխատացնենք, ինքը կբողոքի, կասի մի հատ պարտադիր դիրքային արգումենտ, համար արգումենտը չես տվել։ Okay, պատասխանեցի հարցին։ Մերսի։ Բայց կարա բան լինի, էլի կարա ինքը ընդունի բանը ու հանգիստ չօգտագործի, էլի։ Այդ բանը լրիվ օքեյ է, այստեղ self կետերով ինչ-որ բաներով կոդեր կարա չլինի նույնիսկ, չնայած եթե չլինի երևի անիմաստ է ուրեմն, բայց ընդհանուր առմամբ էլի։ Երա շատ լավ։ Էլի հարցը ժողովուրդ, հարցեր տվեք, հարցերը շատ լավ են։ Տվի դրել։ Այստեղ։ 5 վայրկյան սպասեմ ու շարունակեմ։ Լավ։ Հիմա այս ֆունկցիաներին, որ այստեղ ֆունկցիաներ ենք գրում, իրանք իրականում իրանց անունը ոչ պրոստը մի քիչ տերմինաբանություն, այն որ լիստերի ստրինգերի մեթոդներ էի հասում, այդ նայած որ կլասի մեջ գրված ֆունկցիային մենք անվանում ենք կլասի մեթոդ։ Հիմա ոնց կարանք սարքենք ուրիշ մեթոդներ ինչ-որ, կարանք գրենք օրինակ այս մեր init-ը կա, ընդունում է համարներ, դերասաններ ու տեքստ, այս կարգին հաղորդումը որ կա, պետք է մի հատ էլ իրեն նկարել, չէ՞, սենց ասես, մի հատ նկարելու մեթոդ է պետք, գրում ենք def նկարել ու մուտքում տալիս ենք նորից self-ը, որտեղ որ կարգին նկարել։ Այն կարգինը, որը որ այստեղ պետք է ինիցիալիզացիան ու սարքենք, այսինքն ամեն մի կարգինի instance-ը, ամեն մի կարգինի օրինակը պետք է մենք նկարենք, էլի ոչ թե պրոստը կարգին նկարել, կարգին նկարել չկա, կա ինչ-որ կոնկրետ կարգին նկարել հասկացողություն։ Դրա համար self-ը էլի հետը գալիս է անպայման։ Ու իր մեջ ստեղ օրինակ գրում ենք կանչել, ոնց որ սա դերասաններին հերթով կանչենք ու խնդրենք, որ իրանք ասեն ու տեքստը ասեն։ Այսպես մի հատ բան եթե սարքենք, այս մեր def նկարելը կլինի մեր կլասի մեթոդը, ու իրան աշխատացնելու համար կարանք գրենք ոնց որ գրում ենք list get sort կամ list get բան, լավ մի խոսքով list get sort։ Դեռ կանչենք ուղղակի գրենք sketch get նկարել, բայց սա error-ը գցելու։ Ինչի ասելու է, որ այս դերասանները չգիտեմ ինչ, հա։ Խի, որտեղ եկեք նայեն։ Սա կլասի համար սահմանված է իր որակը։ Այս class variable, class փոփոխական է, class variable։ Հետո սահմանված է մի հատ մեթոդ init-ը։ Ու իր համար այստեղս որ գրած է self get, սրանք ոչ թե վերաբերվում են այս կարգին հաղորդումին, այլ վերաբերվում են կարգին հաղորդումի ինչ-որ մի օրինակին, կարգին հաղորդումի instance-ին են վերաբերվում, սրանք էլ instance variable-ներ են։ Հիմա այս դերասաններից չկա ոչ մի տեղ դերասան չկա գրած։ Այս ֆունկցիայի մուտքում կա այս hedge, այս ուրիշ բան է, պրոստը մուտք է էլի, բայց հենց դերասաններ սահմանված չի։ Բայց սահմանված է կոնկրետ ինչ-որ կարգինի համար դերասաններ։
ամեն կարգին իր դերասանները ունի ու կոնկրետ ինչ-որ մի կարգինի դերասանները ստանալու համար պետք է այստեղ գրենք ոչ թե դերասաններ, այլ գրենք self-get դերասաններ ու self-get text։ Այս sense արդեն ինքը աշխատելու է։ Okay, ժողովուրդ։ Դելով։ Okay։ Հա, ու եթե ուզենանք բան անենք, ոնց որ hence class-ի variable տպենք, այսինքն ոչ թե instance-ի variable, որը վերաբերում է կոնկրետ ինչ-որ sketch-ի, այլ ուղղակի բան, ուղղակի class-ի հետ ընդհանուր վերաբերվող variable-ը կարանք կամ գրենք ստեղ որակ, այսպես, չէ, ներողություն, կամ կարանք գրենք self-get որակ, խառնեցի էլ, այս բանը մեկա չկա, կամ կարանք ասենք self-get որակ, այսպես, որովհետև այս որակը, որ ընդհանուր է, այդ նաև ամեն մի կոնկրետ ինչ-որ մեկի համար է, էլի, սաղի համար, եթե նույնն է, այս մեկի համար էլ է self-get որակը։ Կամ էլ կարանք ուղղակի գրենք, ասենք, կարգին հաղորդում կեր որակ, որովհետև այս կարգին հաղորդումի այս խանգը շատ է խանգարում ժողովուրդ այս բանը։ Սա կփորձեմ ջնջեմ։ Որովհետև կոնկրետ այս կարգին հաղորդումի համար վարկյան։ Լավ, եթե ձեզ չի խանգարում, ես կես կդիմանամ հետաքրքրություն ուսամ։ Այս որակը ինքը ընդհանուր լյուբոյ ցանկացած կարգին հաղորդման համար է սահմանված ու գորգեն կարգին հաղորդում կետ որակ իրենք կգան կստանանք իր արժեքը։ Տեսեք, այս ֆանտաստիկը տպեց։ Okay, սա ժողովուրդ։ Ու ոնց որ այս init-ի հետ կապված ինքը հիմնականում օգտագործվում է, որ այս instance variable-ները սարքենք, բայց իր մեջ նաև կարող ուրիշ բաներ արվի։ Մի հատ բան, որ այտենց խելքին մոտ անել, որ ինչ-որ ստուգումներ անցկացնելու օրինակ իր մեջ, գրել, եթե համարը փոքր է, մեկից տպել, որ պետքա բնական թիվ լինի համարը, չես կարող գրես 0-րդ կամ -4-րդ համար, որ իրան եթե սենց աշխատացնենք, ինքը մեզ գա տպի պետքա բնական թիվ լինի։ Այսինքն այս init-ը ինքը չի սահմանափակվում մենակ բանով, վերագրումներով։ Ինքը սովորական մեթոդ պատկերացրեք իրան որպես ուղղակի, որ ունի այդ երկու յուրահատուկ բանը, որ ինքը հենց միանգամից աշխատում է ու ինքը self-ը որպես մուտք է վերցնում։ Դերավ, ոնց որ սենց մի հատ հարց, իմիջիայից մի հատ է նշում, այս կլասի մեթոդը, բայց իրան նաև կարող անվանենք attribute կլասի, այսինքն attribute-ը մի քիչ line անվանում է, էլի, ինքը համ փոփոխականներին է վերաբերվում, համ ֆունկցիաներին է վերաբերվում։ Որ կլասի attribute ասելով կարանք հասկանանք կլասին պատկանող ցանկացած բան։ Այս օրինակ կլասի attribute է փոփոխականը։ Այս էլի կլասի attribute է, այս էլի կլասի attribute է։ Այդ զուտ լրացուցիչ տերմինաբանություն, գիտեմ, որ շատ հավես չի, պրոստը պետք է էլի դա էլ, որ համ կարողանաք Google-եք, համ էլ կարողանաք ճիշտ բառերով խոսակ բաների մասին։ Կամաց այդ տերմինները կնստի ձեր մոտ, էլի, ես չեմ ակնկալում, որ առսիտասից հետո ամեն ինչ անգիր հիշեք, բայց շատ էլ չեն իրականում։ Դա մի խոսքով։ Հիմա նայեք, այս նկարելը, որ գրել ենք օրինակ, այս նկարել մեթոդը, որ գրել ենք, ինքը հիմա աշխատում է հենց այս կլասի համար, չէ։ Ինքը այս կլասի մեթոդ է, որտեղ ինքը կախված է այս self-get որակ, self-get դերասաններ, մի խոսքով այս փոփոխականներից ինքը ուղիղ կախվածություն ունի ու
պետք է իրան օգտագործելուց բան անենք։ Այսինքն նախ սարքելուց գրենք այդ սահփոփոխականները կլասը, ու հիմա հետո եթե ուզենանք մի հատ ինչ-որ ուրիշ արժեքներով նկարենք, օրինակ ձեռի հետ գնանք մի հատ ուրիշ բան նկարենք, sense ասած, չենք կարա իրան մուտքում արգումենտներ տանք։ Sense եթե գրենք կասի մի վարքան, մենակ մի հատ դիրքային արգումենտ ընդունում, իսկ դու 4 հատ ես տվել, ինչի 4 հատ, այստեղ 3 հատ գրածա ու self-ն էլ ավտոմատ է գալիս։ Այս բոլոր մեթոդներին self-ը գալիս է, էլի։ Այսպես գրում։ Եթե ուզում ենք չկա այդ արդեն յուրահատուկ պատմություն է։ Այստեղ հեսա, մենակ գրածա self, չկա գրած մյուս 3-ը։ Դրա համար սա error է գցում։ Հիմա եթե ուզենանք, այս ամառացա ջնջել։ Հիմա եթե ուզենանք նենց անենք, որ ինքը ընդունի այդ մուտքերը, հիմա ոչ այնա այստեղ գրենք, ասենք, ընդունի մուտքում որակ, դերասաններ, համար եւ այլն, ու այստեղ չենք իմանա որը օգտագործենք։ Օգտագործենք self-get որակը, թե օգտագործենք այն ինչ մեզ հենց նոր տվեցին։ Դե եթե գրենք սա ինչ որ 3 հատ մուտք, եկեք գրենք A1, A2, A3, 3 հատ մուտք որպես։ Հիմա իրան որ աշխատացնենք այս մուտքերով, ահա, կաշխատի, այս հրաշալի մկո ու բարևի համար աշխատեց։ Իր աշխատեց ասելս, մեկը ստեղ self-get որակ եւ այլն տպեց, որտեվ այս բաները չէինք փոխել մեջ էլի, բայց error չգցեց։ Բայց հիմա եթե իրան ուղակի կանչենք նկարել, այսինքն ուզենանք ինքը հենց կլասի համար նկարի, հիմա էլ մյուս error-ն է գցելու, ասելու A1, A2, A3-ը չես տվել։ Պատկերացրիք ժողովուրդ, ինչ խնդրի մասին եմ խոսում։ Պարզա ինչ ենք ուզում անենք ժողովուրդ։ Լավ, լավությունը համաձայնության կամ ընդհանրապես ոչ մի բանը չհասկանալու նշանն է։ Դրա համար լավ է, եկեք նայեցեք խնդրեմ, որ եթե հասկացաք թե ինչ ենք ուզում անենք, մի հատ լայք դրեք, էլի։ Երևի մի հատ էլ բացատրեք։ Դավայ, բացատրեմ։ Այս նկարել մեթոդն ենք սարքել, որը որ կախված է այս self-get որակ, self-get դերասաններ, self-get text փոխականից։ Այսինքն այն նրանից ինչ փոխանցում ենք իրան այս կլասը սարքելուց, չէ՞։ Հենց կոնկրետ կլասի էլեմենտներից ասենց ասած կախված։ Ոնց է որ եթե ուզում ենք list-ը սորտավորենք, գրում ենք list get sort, ու ինքը list-ի էլեմենտներն է սորտավորում։ Ոչ թե գրում ենք ստեղ sort-ի մեջ, թե ինքը ինչ սորտավորի։ Հիմա ասում ենք, դες լավ կլիներ, որ կարողանայինք համ ուղղակի ասենք այս sketch-ը սորտավորի, այժմ համ ասենք այս կոնկրետ sketch-ի համար նկարի, համ էլ կարողանայինք կողքից ասենք sketch get նկարել ու իրան ուրիշ բաներ տայինք, ասենք բան միջինոտ ինչ-որ բան նկարի, SS դերասաններին կանչի ու տեքստն էլ SS բանն որ համ կարողանանք իրան աշխատացնենք կոնկրետ մի հատ կոնկրետ sketch-ի համար, sense ոնց որ թղթի վրա գրել ենք թե ինչ պետք է նկարվի, ռեժիսորը դերասանական կաղինին հավաքել է, բոլորով գնացել են, համ կարողանան նկարեն հենց կոնկրետ այն sketch-ը, որի համար որ հավաքվել են նկարեն, համ էլ եթե ոտի վրա որոշեն ասեն եկեք մի հատ ուրիշ բան նկարենք, եթե կարողանան նկարեն։ Okay, դարավ արդեն։ Այսինքն այտենց մենք այդ բանը այդ նկարելուն սորտավորում էինք։ Չէ, ոչ թե սորտավորենք, այլ նկարելուն համ կարողանանք փոխանցենք բաները, հենց այն արժեքները, որոնք որ թղթի վրա գրել տվել ենք ռեժիսորին։
համ կարողանանք տանք այն արժեքները, որոնք որ ոտի վրա հավաքվել ենք մի հատ թազա անեկդոտ ամեններս անցավ ու որոշել ենք նկարենք։ Հա։ Հասկանալի է։ Դրա համար, եթե այսպես գրենք, սա խնդրեմ է բերելու, որտեվ self-ը չի նախատեսում ուրիշ մուտքեր։ Եթե self-ում գրենք մուտքերը, ասենք, չէ, 3 հատ մուտք գրենք ու սրանք դարձնենք, ասենք, որակը, այս առաջին մուտք, այս մուտքը, երկրորդ մուտք եւ այլն, այդ արդեն աշխատելու է, այսինքն sense կկարողանանք ոտի վրա մուսանգա մի հատ հազա բան նկարենք, բայց արդեն չեն կարողանա այն մեր պլանավորածը նկարենք, էլի։ Sense ասած այս ձևով կամ բան ենք անում, կամ այդ թղթի վրա գրացնենք հենց կոնկրետ անում, կամ էլ թուղթը շպրտում ենք մի կողմ ու ինչ ուզում անում ենք, էլի, արանքը միջին բան չկա, ասած ասած։ Էլ ճիշտ երկուսը միաժամանակ չենք կարողանում անել։ Հիմա ոնց կարանք անենք դա, ոնց մոտենանք, որ դա անենք, կարանք այսպես անենք։ Ես հա դա էլի ցույցում որ սխալ է, կարանք սենց ասենք, կարանք գրենք իրան այդ փոփոխականները, այս որակը, դերասանները ու տեքստը, բայց իրանց default արժեքներ տանք, ըստ լռելիային գրենք ինչ որ դատարկ բան, ոչ գրենք ոչ մի բաներ։ Ու հիմա ստուգենք։ Այս նան եմ գրում, որովհետև նանը բանա, հիշում եք երևի, որ չէր կարելի mutable object տալ, որովհետև mutable object-ի հետ խնդիրներ էր առաջանում։ Ավելի լավ էր տալ նան, ու եթե ինչ որ բան տված է, նոր իրան վերագրում անել, ոչ թե հենց միանգամից տալ ինչ որ դատարկ լիստ օրինակ, որովհետև դատարկ լիստը հետո գլխացավ էր դառնալու։ Այդ դրա մասին ֆունկցիաների երկրորդ տեսականին էինք խոսում։ Եթե չեք հիշում, կարաք թե վերանայեք, հիմա շատ կարևոր չի լինի դա, բայց պրոստը խնդրանք, եթե չեք հիշում, վերանայեք։ Հիմա եթե ցույց գրենք որակ հավասարանան եւ այլն եւ այլն եւ այլն, նա այս ֆունկցիան եթե մի հատ ֆունկցիա եթե լինի, եկեք լավ արագ ցույց տամ։ Def x մուտքում ընդունում է a b print անում a գումարած b, այստեղ x 3-4 պետք է գրենք, որ նոր աշխատի։ Երկու մուտքի դեպքում աշխատեց։ Print-ը սխալ է։ Աշխատեր, եթե ինտերնետը սահավոր չլիներ, ավելի ճիշտ։ Դա ժորսած տպում է 7, էլի կախում է։ Print-ը սխալ է գրել։ Վայ, print, վայ, ապրես։ Merci։ Սա աշխատում է, բայց հիմա այս երկու հատովը չի աշխատի, բայց եթե սրան լռելիային արժեքներ տանք, ասենք համ 1, անուբեն 1 լռելիայինով, սա կաշխատի համ առանց մուտքի, համ մուտքով, չէ՞։ Ոչ մի չենք տվել, սա կվերցնի default-ը։ Ամեն ինչ տվել ենք, ամեն ինչ կվերցնի այն ինչ տվել ենք։ Մաստեղը դրանով ենք վարվում։ Բոլոր փոփոխականները տալիս ենք default արժեքների հետ միասին։ Ու հիմա սրա մեջ վարվում ենք սենց, որ եթե ոտի վրա որոշել ենք ինչ-որ բան նկարենք, այդ դեպքում թող այդ մեր ոտի վրա որոշածը լինի։ Եթե չենք որոշել ոչ մի բան նկարել, ուրեմն թող լինի այն ինչ պլանավորել ենք։ Եթե չենք որոշել ոչ մի բան նկարել, այսինքն մուտքում ոչ մի բան չենք տվել, չէ՞։ Եթե մուտքում ոչ մի բան չենք տվել, նշանակում է ինքը մնացել է նան ու գրում ենք, եթե որակը հավասար է նանի, այսինքն եթե չի տրվել որակ, որակը հավասարացրու այն մեր նախապես պլանավորած որակին։ Որակը հավասարացրու self-get որակ։ Նույն կերպ դերասանները, եթե նանա, դերասաններին հավասարացրու self-get դերասաններ ու նույնը տեքստով։ Այս օքեյ է։ Հա։ Ու հիմա նույն կերպ, եթե որոշենք, որ չէ տանք որակ, այստեղ որակը կլինի ինչ-որ բան, տեքստ ինչ-որ, ու որակից նանը կլինի false, ու որակը կմնա այն ինչ կա, չի փոփոխվի արդեն։ Սրա մեջ արդեն օգտագործելու ենք այս որակ դերասաններ տեքստը առանց self-երի։ Այս որակը արդեն կախված մուտքից կամ կլինի հենց մուտքը, կամ կլինի self-get որակը։ Okay։ Հա։
ժողովուրդ, ոնց որ բուն կլասներից այսքանն էր նյութը, եկեք բացեմ բովանդակությունը, մի հատ նայեք ու մտածեք հարց ունեք ինչ որ թե չէ։ Կախեց ոնց որ էլի։ Չէ, ես հիմա չեմ խոսում ու էկրանը չեմ շարժում։ Ես եմ կախել ինտերնետը չի։ Ժողովուրդ, կլասներից հարցեր, ոչ մի բան։ Դեռ հիմա ոնց որ անցնելու ենք կլասների հետ կապված մի հատ ուրիշ գաղափարի, ժառանգականության գաղափարին։ Մի քիչ դժվար է երևի, որ կլասները հենց նոր են կանցել, միանգամայն ստացությունը շատ է։ Ես ձեզ խորհուրդ կտամ, որ եթե հետո զգաք այդքան էլ լավ չեք պատկերացնում, վիճան վերանայեք այս կլասների կտորը, հետո անցեք կլասների տնայինին, հետո նայեք այս վերանայեք ժառանգականության կտորը, հետո անցեք ժառանգականության տնայինին, էլի որ մի քիչ թեման նստի, նոր գաք նոր թեմային, թեման նստի, նոր գաք նոր թեմային։ Հիմա չենք կարա ստոպ տանք, ասենք դե գնացեք մի հատ նստացրեք թեման ու հետո շարունակենք։ Լավ կլներ իրական, որ դասերը տենց կարողանանք անենք, բայց այդ մի քիչ շատ բան է, դժվար իրագործելի է։ Դրա համար գուցե մի քիչ շատ լինի տեսությունը ու չնեղվեք հանկարծ, եթե հետո զգաք, որ լավ չեք հիշում։ Ոչ թե կարող եք այդ խորհրդով անեք։ Մի խոսքով լավ։ Հիմա ժառանգականության գաղափարի մասին խոսենք։ Դասամիջոց կուզեք եմ իջալած, կարող հոգնեցրեց սա։ Ով է դասամիջոց ուզում, թող լայք տնի։ Նաև հետո ասում ով դասամիջոց չի ուզում, թող լայք, թող հետո երկուսն քվեարկելու ենք, էլի կարճ ասած։ Եթե լավ մեծամասնության կարող բարձրի կարիք, լավ ոչ շատ եմ խոսում։ Ով է ուզում դասամիջոց անենք 5 4 3 2 1 Okay, շարունակում ենք։ Ժառանգականության գաղափարը ինքը բնույթ ժառանգականության գաղափարի նման է, այն որ լիքը բաներ երեխեքը ունենում են նման ոնց իրենց ծնողները նենց ոնց իրանց ծնողները ու տենց հերթով գնում է որ տարբեր բաներ մենք ժառանգում ենք մեր մի սերունդ վերև գտնվողներից տարօրինակ ձևով ասցի ծնողներ բառը Ոստեղ հիմա ուզում ենք այդ կոնցեպտն առենք նույն ձև, որ եթե օրինակ սարքել ենք բան, ավտոմեքենա կոչվող կլաս, սահմանել ենք թե ինչ է ավտոմեքենան։ Հիմա ուզում ենք սահմանենք բանը, ինչա մոտոցիկլը։ Իրենք լիքը բաներում նման են։ Մոտոցիկլը նույն ավտոն է, բայց երկու ակով ու բայց ռուլը մի քիչ սենց է ու բայց ինչ որ բան, բայց նաև լիքը բան նույն ձև է։ Վառելիքն է նույն ձև օգտագործում երևի էլի շարժիչն է նույն ձև աշխատում ակեր ունեն իրանք նույնպես եւ այլն լիքը բան փոխանցվում է ասենց ասած էլի կամ եթե օրինակ սահմանենք թե ինչա նշանակում կենթանի ասենք կենթանին օրգանիզմա որը որ ապրում է սենց տեղերում եւ այլն ինչ որ մի հատ կոնկրետ տեղի կենթանի սահմանենք հետո առանձին սահմանենք շուն ասենք շունն էլ այսպես յուրահատկություններ ունի, հետո առանձին սահմանենք բան։ Շան տեսանք, ասենք ինչ տեսակներ կան, խասկի։ Ամեն մեկի համար, որ հատիկ չգրենք, ինչա նշանակում խասկին։ Որսպեն խասկին ինչա չեք ասում, չէ՞։ Որսպեն բացատրեք ինչ շուն է խասկի, չեք ասի, չէ՞։ Խասկին հետանա որ 4 ոտ ունի, ապրում է բանում եւ այլն։ Կասեք չէ, խասկին շուն է ու կասեք թե ինչով է խասկին յուրահատուկ որպես շուն, չէ՞։ Էլի էս որպես թեթև մոտիվացիա, թե ինչ ենք հիմա անելու կոդի մեջ, այդ ժառանգականության գաղափարն ենք իրագործելու։ Ժառանգականությունից հետո էլ մի քանի բաներ ենք անցնելու, այդ 4 լավ է կրկնվում եմ արդեն։ Օգուտ չկա երևի։ Մի խոսքով, այս մեր օրինակով
ունենք sense արքած կարգին հաղորդում class-ը, հեսա ինքը ունի որակ attribute, ունի init method, ու ունի նկարել method։ Հիմա կարգին հաղորդումը պրծավ, Անդոն ու Ռաֆան որոշում են նկարեն կարգին sketch show-ում։ Լիքը բան երևի նույնն է, չէ՞ մնալու։ Երևի էլի նկարելու համար պետք է կանչել դերասաններին ու խնդրել, որ ասեն այդ կոնկրետ տեքստը, չէ՞։ Երևի էլի նույն ձևը ամեն կարգի sketch ունենալու է համար դերասաններ ու տեքստ, չէ՞։ Այսինքն լիքը բան նույնն է լինելու, այդ ոնց որ իրանց հաջորդ իտերացիան է լինելու, էլի, հաջորդ սերունդն է լինելու, էլի, ասենց ասած, կարգի sketch-ն, կարգին հաղորդումի հաջորդ սերունդն է լինելու։ Դրա համար խելքին մոտ կլինի փորձել իրան հենց կոդովել ստեղծել, որ մարդիկ ասեն կարգի sketch-ն որն է, ասենք դե կարգին հաղորդումն է, բայց ավելի վատ է։ Կներեք, եթե ինչ-որ մեկը կարգին sketch-ն ավելի շատ է սիրում, բայց որ կարողանանք այդպես նկարագրենք, թե ինքը ինչ է, պետք է հիմա գանք ու օգտվենք այս մեր բանից։ Ժառանգականության գաղափարից։ Թե չէ, պետք է այսպես գրենք կարգի sketch-ն հավասար է, գրենք որակը հավասար է ու գրենք որակը ուրիշ բան, բայց մնացած ամեն ինչը պահենք լրիվ նույն ձև։ Ինչը դառնում է կրկնվող կոդ, իսկ կրկնվող կոդն էլ ինչպես սովորել ենք, որտեղ կա կրկնվող կոդ, կա նշան, որ մի բան են չենք անում, մի բան կարանք ավելի լավ գրենք։ Դե եկեք նայենք ոնց կարանք գրենք, ու եկեք մի քիչ ավելի թեթև օրինակի վրա նայենք։ Այս կարգին հաղորդում կլասը եկեք մի քիչ փոխենք, թե ինքը ուղղակի ունենա երկիր ու ունենա որակ։ Ու ունենա մի հատ գլուխ գովալու մեթոդ, որ գրում են գլուխ գովալ, ինքը գրում է մեր որակը ու տպում է որակը։ Որ մի քիչ ավելի թեթև բանից սկսենք։ Հիմա հաղորդում բառից կարանք գրենք հ հավասար է կարգին հաղորդում, տպենք հ կետ երկիր, հ կետ որակ, հ կետ գլուխ գովալ, այսա տպեց Հայաստան, ֆանտաստիկ ու մեր որակը բութ ֆանտաստիկ։ Այսպես մի հատ բան։ Հիմա եկեք սարքենք կարգի sketch show class, որի երկիրը կրկին Հայաստանն է, որը կրկին կունենա որակի մասին գլուխ գովալու մեթոդ, որ կտպի մեր որակը մի հատ ուրիշ բան։ Միակ բանը, որ տարբեր կլինի, դա հենց կոնկրետ իր որակն է։ Այսինքն մենք ուզում ենք սարքենք լրիվ նույն բանը, ուղղակի որակին ուրիշ բան գրենք։ Ահա, դե մի տարբերակ է նա, որ copy paste անենք ամեն ինչ, որակը փոխենք, բայց այս լավ տարբերակ չի։ Տեսեք, եթե օգտվենք ժառանգականության գաղափարից, կոդը ինչքան կոմպակտ կդառնա։ Գրում ենք այսպես, ասում ենք class կարգի sketch show ու հիմա այս անգամ սահմանելուց փակագծերում գրում ենք այդ մեր class-ի անունը, որից որ ուզում ենք ժառանգենք տարբեր բաներ։ Ու հիմա այսպես որ գրենք, ու ստեղ գրում ենք որակը հավասար է, դե կարգին հաղորդում չի իհարկե, բայց եւ այլն, այսա եթե գրենք։ Տեսեք ինչ է լինելու, որ ստեղ գրենք s հավասար է կարգի sketch show print s կետ որակ, ինքը տպում է, դե կարգին հաղորդում չի եւ այլն։ Բայց հիմա ստեղ եթե գրենք print s կետ երկիր, ինքը ոչ թե ասելու է ես չունեմ երկիր անունով attribute, այլ ինչ է անելու։ Ասելու է լավ, կարգի sketch show-ն ոնց որ զավակն է, կարգի sketch show-ում նայենք տեսնենք երկիր կա գրած թե չէ։ Չկա գրած երկիր։ Ասում է օքեյ։ Մի վարքան գնանք դե ուրեմն ծնողի մոտ, գնանք նայենք այս կետ բան երկիրը բա ունի թե չէ։ Կարգին հաղորդումը երկիր attribute ունի թե չէ։ Գայս ասում է երկիրը կա ու գրած է Հայաստան ու դրա հաշվից դեռ գայս տպում է Հայաստան։ Այս կետ երկիրը Հայաստան։ Ուստեղ էլ եթե գրենք print s կետ գլուխ գովալ, տեսեք ինքը գրում է մեր որակը ու գրում է այս տևի այս գրած որակ բանը։ Որտեղ ինքը այս գլուխ գովալին փոխանցեց արդեն մեր հիմիկվա այս որակը։ Պատկերացրեցիք ժողովուրդ։ Իսկ եթե ուզենանք ինչ-որ մի բան ավելացնենք, օրինակ նույն բանը copy անենք, բայց օրինակ ոբշեմ ինչ-որ մի կետ էլ ավելացնենք։ Ստեղ է կարգի sketch show-ին։ Նույն ինքը լինի նույն հաղորդման էլեմենտները, ուղղակի ինչ-որ մի բան ավել։ Կամ ուղղակի ինչ-որ բան տալիս։ Հա, պակաս
Պակասնելն ինքը մի քիչ ավելի անհարմար կլինի, այդ պակասով կապված, այսինքն ստացվող արժեքները մի քիչ փոփոխելու հետ կապված սա մի քիչ հետո մի հատ բան կնայենք, բայց ավելացնելը ոնց որ լրիվ ինչ ուզենք կգրենք, էլի։ Կարանք սա գրենք դեպ բան գիտեք, թե մի քիչ բան չկարես, գնում եմ բանիր print արա բարև, ասենց ինչ ուզես կարող սահմանենք, էլի։ Գրենք ստեղ ասենք budget ասարա 500 դրամ։ Մի խոսքով, եթե չեմ սխալվում, կարգի մեջ 500 էր։ Կարանք ինչ ուզենք ավելացնենք, էլի, ինքը զուտ օգնող բան է։ Ոնց որ sense ասած, որ գնաս բան, գնաս շուն ունենաս, այդ շունը իր մեջ կունենա այն ամեն ինչը, ինչ պատկանում է շանը, sense ասած, մի քիչ ապուշ նախադասություն հնչում, բայց մի խոսքով, ինքը շնորհական ամեն ինչը կունենա, բայց դու կարաս նաև իր համար առնես բան, աշենիկը չգիտեմ ոնց է հայերեն, իր համար կարաս առնես ինչ-որ ուրիշ բան, կարաս մի խոսքով, ինչ ուզես կարաս քո շան հետ անես, էլի։ Այդ այն որ ինքը շուն է, ասենց ասած այդ իր ծնող կլասը, այդ քեզ պրոստը լրացիչ օգուտ է տալիս, բայց համապատասխան չի տալիս։ Ինչ ասես կանենք, էլի ուրիշ։ Ու շատ լավ հարց էր։ Okay, էր պատասխանը։ Հա, իսկ պակասեցնելը։ Պակասացնելու համար պետքա բռնենք ու ջնջենք ինչ որ ատրիբուտներ։ Իրականում մենք եւի չենք ուզի պրոստը պակասացնենք, որովհետեւ զուտ չենք օգտագործի, էլի մեզ ինչ պետք չի։ Ինքը չի խանգարի, էլի իրան։ Իսկ ուզասամ երևի չենք էլ ուզի պակասացնել, այսինքն չենք ուզի ջնջենք թե ինչ է նշանակում կարգիչ get show-ի բան, ինչ որ ատրիբուտ, բայց եթե ուզենք ինքը այսպես del atter, եթե չեմ սխալվում, այսպես էր գրվում, այսպես մի հատ ինչ-որ մեթոդ ուներ, հա, del atter։ Այսպես մեթոդ ուներ, որ իրեն կանչում էինք ու աշխատացնում էինք, բայց սրա մասին հիմա չարժի, էլի շատ խորանանք։ Եթե կուզես կարանք հետո առանձին, բայց շատ կշահենք, էլի այս del atter-ից եթե խոսենք։ Նույնիսկ կա set atter, որ ինչ-որ կոնկրետ ատրիբուտ, մի հատ ինչ-որ ատրիբուտի արժեք վերագրես։ Del atter, set atter, getter։ Այդ իրանք ընդհանուր էս getter, setter, deleter-ներ ընտանիքից են, ու իրանց մենք անցնելու ենք, երբ որ այդ ռեստի օբյեկտ օրիենտացված ծրագրումը 4 հատ տենց բան ունի, postulat կամ մի հատ հեշտ բառ չկա, որ հիշեմ այդ բառով ասեմ, ժամանակին գիտեի։ 4 հատ տենց ֆունդամենտալ օրենք որ ունի, այդ օրենքներից մեկին են վերաբերվում է սրանք, իրանց ժամանակ մի քիչ կխոսանք է սրանցից, էլի։ Okay, ժողովուրդ, ինչ հարցեր ունեք։ Հիմա որ ընդհանրապես քչովենք, էլի, կարաք հավեսով պրոստը անմիտ լինեք, ասեք, ինչը պարզ չէր, ինչը պարզ էր, ոնց էր, ինձ էլ կօգնեք, էլի, եթե feedback տաք։ Որ խնդրեմ մի փոքր կբարձրանաք վերև, այնտեղ որ տպվել է, հա, այստեղ Հայաստան ֆանտաստիկ ու վերջին նանը ինչի հաշվին էր տպում։ Հա, այս բանն է։ Մենք որ գրում ենք լավ հարցեր, այս որ գրում ենք print ու այս ֆունկցիային ենք կանչում, ինքը այս ֆունկցիայի վերադարձած արժեքն է, չէ՞ տպում։ Իսկ այս ֆունկցիան ինչ է վերադարձնում։ Ոչ մի բան, այստեղ որ return չկա գրած դրանից, մենք այստեղ եթե գրենք return 1, այս none-ի փոխարեն այստեղ կլինի այս 1։ Okay։ Մի հատ մտածեմ ես։ Կարամ մի հատ էլ ասեմ, մի քիչ ուրիշ է։ Ես հասկացա, այսինքն, բայց մյուս դեպքերում մենք ինչ որ բան վերադարձնում ենք, եթե ինքը նան չէր տպում։ Այդ պահը։ Որտեղ։ Հա, այս մյուս բաներ, օրինակ այս երկիր որակ, օրինակ իրանք։ Հա, այստեղ նրբությունը այն է, որ այս սրանք իրանք փոփոխականներ են ուղղակի, այսինքն իրաց մասին վերադարձի գաղափար չկա, էլի, այս մեկը ինքը հենց կոնկրետ ֆունկցիա է, էլի։
Շատ լավ, իսկ Այս վերևի ոնց որ պրոստը կլասի նկարագրող ինչ-որ արժեք, հա, իսկ սա մի հատ բան է, որ կլասը այստեղ, այստեղ, այստեղ որ հա կլասի մեջ ֆունկցիաներ ենք գրել, այս դեֆերը, իրանք էլի return չեն անում ինչ որ բան, բայց օրինակ def նկարել, ինքը ոչ մի բան return չի անում։ հա, սա return չունի, Հա, ոնց է որ ինքը ոչ մի բան չի տպում նանով։ որ նանը չի տպում, հա, նայենք, լավ հարց է, օրինակ այստեղ այս կարգին հաղորդում աշխատացնենք, հա, որտեվ բան, հա, այս լավ հարց էր, այս լավ է, այստեղ որ գրած չի print, ես ասում եի, որ բան չէ, երբ որ պրոստը վերջի տողում ինչ-որ բան գրում ենք, կոլաբը իրան ավտոմատ print է անում, չէ, ու դա ինձ հարց առաջանում, բա ուր է նանը, իրականում ես, երբ որ այսպես ուղղակի գրում ենք առանց print-ի, այս կոլաբը մի քիչ խեղճ print անում ու հաճախ ավելի ընդհանրելի ավելի հարմար ձևով print անում, դրա մեջ նաև մտնում է այդ պրոստը նանը չցույց տալը, ստեղ այնակ էսա նանը չկա, բայց եթե գրենք print այս պատմությունը, այստեղ արդեն նանը կտեսնենք, այսքան ինքը բանին հաշվին էր, էլի ես կոլաբի հաշվին նրբություն էր, որը որ ես չֆայմացի բարձրաձայնեմ նախապես, օքեյ էր, հա, արդեն հասկացա, մերսի։ հա, ես սրա հետ պետք է զգուշ լինել, էլի հարցեր նշումներ, ցանկացած բան ժողովուրդ, Կլասի մեջ init-ը պարտադիր է, չէ՞։ դա լավ, հա, ասում եմ, Կլասի միջի init-ը պարտադիր պիտի սահմանի։ init-ը տալը պարտադիր է, թե չէ, Հա, հա, չէ, այդ ոնց որ ես կոնկրետ ինչ-որ մուտքեր է վերցնում, այդ մուտքերը ուզում ենք օգտագործենք, զուտ ուղղակի այդ դեպքում ենք ուզում անել, էլի, թե չէ ընդհանուր առմամբ կարա հանգիստ չունենալ, էլի, ուղղակի երբ որ չի ունենում, ինքը մի քիչ անիմաստ է դառնում, չէ, էլի անիմաստ չի, բայց հիմնականում եթե գործը հասնում է նրան, որ կլաս ենք օգտագործում, երևի նաև իրան բան ենք տալու, մուտք ենք տալու, դրա համար init ունենալու է, այսինքն պրակտիկայում համարյա բոլոր կլասերը առնվազն իմ փորձով init ունենալու են, բայց պարտավոր չեն, էլի։ Դա հարցը շատ։ Էլի հարցեր հետ կա ժողովուրդ ասեք, կամ հարցերի պատասխանի հետ կապված ինչ-որ հարցեր։ Դա լավ։ Իսկ ով է լավ նշան չէր։ Runtime։ Լավ։ Իսկ ինչ եթե օրինակ այս բանը կարգին sketch-ում որոշվում է, որ ինքը ուրիշ ոճով է նկարում ինչ-որ մի հատ։ Այսինքն կարգին հաղորդումը ուներ մեթոդ նկարելու, ու մենք ուրիշ ձև ենք նկարում։ Մենք սկզբում տեքստը կարդում ենք, նոր ենք դերասաններին կանչում, չգիտեմ, չէ՞ տենց absurd բան կամ բաշնի, եթե այս երեխա կլասը ուզենա մի բան փոփոխի ծնող կլասի պահվածքի մեջ, ոնց է կարելի դա անել։ Տերմինը ասված, ոնց է կարելի overwrite անել, այսպես overwrite, ոնց որ վրայից գրել sense ասած, էլի, այն սահմանված է եղել, թե ինչ նշանակում գլուխ գովալ, ոնց կարելի հիմա արդեն գլուխ գովալը ուրիշ բան նշանակի այս կարգի սկեր համար, դե այդ իրականում բավականին ուղիղ ձևով է արվում,
ուղղակի կարգի sketch-ը համար սահմանում ենք ինչ նշանակում գլուխ գովա։ Ինք այս այստեղ ասում ենք համեստենք, գլուխ չեն գովա, ասենց մի հատ բան տպենք։ Սա այդ աշխատացնենք։ Ստեղ ասենք, որ որակ հավասարացրան, լաժորդ եկեք չսպասենք, ինքը պրոստը ռան լինի, այս տակի գրածներն են տպասը, դե կարգին հորդում չերկե, բայց իսկ այս գլուխ գովալը տպեց այս նոր պրինտը, ոչ թե կարգին հաղորդումի գլուխ գովալոց օգտվեց, այլ կարգի sketch-show-ի գլուխ գովալոց օգտվեց։ Ինչի, որովհետև ոնց էր ուզում եմ իհարկե շուտ լավ օրինակ բերեի, բայց մտքից չեկավ հիմա, որտեղ եթե ուզում ենք գտնենք ինչ-որ մեթոդ կամ փոփոխական կամ ինչ-որ բան, առաջ ամենախելքին մոտ քայլը այդ ինչքան հնարավոր լոկալ նայելն է։ Նման է մեր նախորդ դասի այդ LGB օրենքին, այդ local enclosed global built-in-ը։ Որ եթե մենք կոնկրետ այս մի հատ կլասի ենթադեպքի համար ուզում ենք մի հատ փոփոխական ման գանք, մենք սկզբում հենց իր մեջ ման կգանք։ Իր մեջ որ չգտնենք, նոր կդիմենք իր ծնողին։ Իր ծնողի մեջ որ չգտնենք, նոր կդիմենք իր պապին, տատին։ Բայց ի սկզբանե ման են գալիս հենց իր մեջ ուղղակի։ Որտեվ հենց իր մեջն է իրան ամենաակտուալ ինֆորմացիան է, էլի։ Դրա համար եթե ուզում ենք ինչ-որ բան overwrite անենք, ուղղակի գրում ենք մեջը, ոնց ուզում սարքում ենք, նույն անունով տալիս ենք ու վերջացնում, էլի։ Okay։ Դեռ init-ով բաներն ենք ուզում, բայց overwrite անենք, այդտեղ մի քիչ նպատակություններ ակ։ Ես եկեք արդեն գանք մեծ դեպքին, իսկական դեպքին։ Այս կարգին հաղորդումը երկիրը Հայաստան որակը ֆանտաստիկ, այս բաները այս երկիրը Հայաստանը ավելացրել են։ Init-ը նույն init-ն է, նկարելը նույն նկարելն։ Հիմա նայեք, այստեղ եթե գրենք այս կարգին հաղորդում, այսպես կանչենք իրան։ Այստեղ ասենք S-ը հավասար է կարգի sketch-show։ Ինքը բողոքելու ասել է կարգին հաղորդումի get init-ը 3 հատ բան է պահանջում, որոնք որ չկան։ Տեսեք, կարգին հաղորդումի init-ը պահանջում է ու չկան։ Կարգին sketch-show-ն կանչենք, կարգին հաղորդումն է բողոքում։ Ինչի՞, որովհետև երբ որ կլասը աշխատացնում ենք, ինքը միշտ առաջի հերթին կանչում է init մեթոդը, ու այս կարգի sketch-show-ն չունի init մեթոդ։ Այստեղ կարգի sketch-show-ն չուներ init մեթոդ, գալիս էր կարգին հաղորդման մեջ էր ման գալիս, կարգին հաղորդումն չուներ init մեթոդ, դրա համար այստեղ ոչ բան չէին գրում, աշխատում էր։ Բայց հիմա, երբ որ ինքը կարգին sketch-show-ի մեջ չի գտնում այդ init-ը, ինքը գնում է սկսում է կարգին հաղորդման մեջ ման գալ։ Կարգին հաղորդման մեջ գտնում է init։ Կարգին հաղորդման մեջ, բայց init-ը պահանջում է 3 հատ արգումենտ։ Ու այդտեղից գալիս ենք հանգում ենք error-ի։ Պատկերացրեք ժողովուրդ։ Եթե հարց կա ինչ-որ ասեք։ Հիմա եթե ուզենանք այս կարգի sketch-show-ին ինչ-որ նոր ատրիբուտ ավելացնենք, պետք է հիմա կարգի sketch-show-ի մեջ init գրենք, չէ՞։ Մենք գրենք օրինակ կարգի sketch-show init, մտքի հեղինակը հավասար է մտքի հեղինակ։ Օրինակ տենց մի հատ ինչ-որ բան անենք։ Հիմա եթե պետք է ասած գրենք, այսպես արդեն լավ կներ որ աշխատեր, է։ Հիմա այսպես որ գրել ենք, այս init-ը սարքեցինք, всё, արդեն կարանք գտանք մտքի հեղինակը թե ով է, դե գրենք ասենք s-get մտքի հեղինակ։ Ինքը նորմալ աշխատի։ Բայց հիմա եթե գրենք, ասենք դե գնանք նկարենք այդ sketch-ը, գրենք s-get նկարել, տեսեք, չի կարողանա։ Ինչի՞, որտեղ հիմա ինիցիալիզացիա լինելուց պետք է այդ սաղ մեթոդները սարքվեր, բայց ստեղ արդեն որ init-ը գրած է, ինքը ստեղ էս init-ը գտավ,
Ստեղ գրած է self-get մտքի հեղինակը հավասար է ինչ-որ բան, ու վсё։ Ինքը կարգին հաղորդում չի նայելու, չի փորձելու կարգին հաղորդումի համար գտնել։ Այդտեղ եթե գրած լինի համար բան եւ այլն, չի աշխատի իրենց համար։ Դա ասում է init-ը ընդունում է մենակ երկու արգումենտ՝ self-ը ու մտքի հեղինակը։ Այստեղի init-ը կորավ արդեն, վերջ։ Այս կարգին հաղորդումի init-ը արդեն կորավ։ Իրեն չենք կարող այլ օգտագործենք։ Բարձր ժողովուրդ խնդրեմ ինչու՞մ է։ Դա ինքը հենց գտնում է մի հատ բան, ավել ման չի գալիս, էլի անիմաստ է ման գալ ավել։ Նույն ինչ կարող ենք անենք, որ համ սրա init-ը լինի, համ է սրա init-ը լինի, այսինքն երկուսն էլ օգտագործվեն։ Այ դրա համար կա մի հատ սուպեր մեթոդ, իր անունն է սուպեր ոնց որ նշանակում է այս դեպքում սուպեր կլաս անվանում են ծնող կլասին, վերևի կլասին, այն կլասին, որից որ գալիս է, սուպեր կլասն է, էլի սենց ասել։ Եթե ուզենք այդ սուպեր կլասին աշխատացնենք, այդտեղի միջավայց կարճատև լուծում հետանա պրոստը ձեռով բռնենք, էլի բերենք ամեն ինչը, ինչ պետք է դնենք, ասենք համար դերասաններ, տեքստ մտքի հեղինակներ, սենց էլ բայց մեկը այն մեթոդներն է կորելու, էլի պետք է այն մեթոդներն է բերենք, որ կստացվի սաղ կոդը copy paste անել, սենց ասած։ Բայց դրա փոխարեն կարանք վարվենք այսպես։ Այստեղ էս init-ի ժամանակ օրինակ էս 3 բանը որ լինում է ինիցիալիզացիա, էս դերասաններ, աններ, տեքստ եւ այլն, այս սրանք։ Այստեղ գրենք որ դու ընդունի համար դերասան, տեքստ, մտքի հեղինակ։ Այս 4-ը ընդունի։ Այս 4-ն էլ վերագրի։ Սա էլի եմ ասում, սա հələ ամբողջական լուծում չի, էլի, այնտեղ մենք այդ նկարել մեթոդն ենք կորցրել, բայց ինտուիցիան զգալու համար այսքանը եթե նայենք, այս 3 հատը, համարներ, դերասաններ ու տեքստ։ Իրանք նույն այստեղի կոդն են, չէ՞։ Այս համարը փոքր է, մեկը հեչ։ Այսինքն կարանք ուղղակի աշխատացնենք այն init-ը, ու ոնց որ երբ որ կառուցում ենք կարգի sketch show-ուն, մի հատ համ կառուցենք այս կարգին հաղորդումը, համ կառուցենք այս բանը։ Համ էլ կառուցենք այս մտքի հեղինակ ատրիբուտը։ Այսինքն այս համարներ, դերասաններ ու տեքստը sense ուղարկենք վերև ծնողին, սուպերին ուղարկենք վերև, մտքի հեղինակն այստեղ ներսում օգտագործենք։ Այս սուպեր փակագծով այս նույնն է, ինչ գրենք ուղղակի կարգին հաղորդում կետ init, էլի։ Հասկացեցիք ժողովուրդ։ Սա որ աշխատացնում ենք, այստեղ արդեն ամեն ինչ ներառված է լինում, էլի, երկու փոփոխականից էլ ամեն ինչ կա։ Այս կետ նկարել եթե գրեմ։ Սա էլի հաջող աշխատեց։ Նորմալ է ժողովուրդ այս գաղափարը, սուպեր է։ Ես չեմ հասկացել ճիշտ ասած, որ խնդրեմ նորից կասեք։ Ահա, իհարկե։ Մենք ուզում ենք բան անենք։ Էլի բան կարանք հարց առաջ գնանք։ Ոնց որ թե սիրեկանի հետ որ անում ենք նորմալ է գնում սենց։ Կարանք տենց առաջ գնանք։ Առաջի քայլը նախ, ինչից վաշա խնդրեմը ծնվեց, ուզում ենք գրենք թե մտքի հեղինակը ով է, ավելացնենք։ Դրա համար ավելացրեցինք ստեղ init։ Այս init-ը որ ավելացրեցինք, տեղի ունեցավ այն, որ արդեն այս կարգին հաղորդումի init-ը անտեսվում էր, որտեղ ստեղ init-ը գտնվել էր։ Այս միջև այստեղ օքեյ է։ Հա։ Այս խնդրի լուծում որպես մտածեցինք, դե եկեք բերենք այն ամեն ինչը, ինչ ինիցիալիզացիա է արվում, այսինքն այս կոդը բերենք, դնենք այս սրա մեջ, ավելացնենք։ Հետո իրականում այս նկարել մեթոդը բերենք, դնենք սրա մեջ, որ ստացվի ամեն ինչ կա մեջ չէ։ Այդ ձև բայց ստացվում էր, որ այդ ժառանգականության գաղափարը անիմաստ է, որովհետև ստացվում է սաղ կոդը էլի հետ ենք բերում մեջ։ Okay, սա էլ։ Հիմա ուզում ենք ինչ-որ լուծում, որ երկու աշխարհի մեկը բավարարի։ Համ այս մտքի հեղինակին վերագրում կանի, համ էլ այս կարգին հաղորդումի init-ին խոտ կտա, էլի աշխատացնի, ասի մի հատ էլ կարգին հաղորդումը կառուցի։ Մենք հիմա ասենք որ գրել ենք, մենակ այս կարգի sketch show-ն ենք կառուցում, էլի սենց ասած։ Հիմա մեզ պետք է զարթացնել այս կարգին հաղորդումին սենց ասած, մեզ դրա համար պետք է այս կարգին հաղորդումին կանչել, իրան ինիցիալիզացիա անել, չէ՞։
Okay, այստեղ էսել։ Հա, այսքանն էլ հասկացա։ Ու այստեղ որոշում ենք init-ի մեջ այս կարգին sketch-ը ոնց որ եթե նաև կարգին հաղորդումի արգումենտներ պետք է օգտագործեն, պետք է լիքը ատրիբուտ ընդունի, չէ՞, համ կարգին հաղորդման ատրիբուտները, համ կարգին sketch-ը ատրիբուտները։ Այս 4 հատը մուտքում տալիս ենք։ Այստեղ գրում ենք, ասում ենք self-get մտքի հեղինակը հավասարավ մտքի հեղինակ։ Էս էլ է okay։ Okay։ Հիմա պետք է ասենք, որ այս համարներ, դերասաններ ու տեքստ արժեքների համարել ակտիվացրու կարգին հաղորդումը, ոնց որ կառուցի ոտի հանի կարգին հաղորդումը, չէ՞։ Կառուցելու համար գրում ենք init ու մուտքում տալիս ենք օրինակ համար, դերասաններ ու տեքստ, չէ՞։ Այսինքն կառուցում ենք։ Հիմա որը պետք է կառուցենք։ Պետք է կառուցենք այս կարգին հաղորդումը, չէ՞։ Կարգին հաղորդումը պետք է ինիցիալիզացիա անենք։ Նորմալ ասա։ Ահա, այսքան էլ հասկացա։ Այսօր աշխատացնում ենք կարգին հաղորդումի init մեթոդը համար դերասաններ ու տեքստ արգումենտների համար։ Այսինքն գրում ենք missing one required argument text 1-2-3-4 1-2-3-4 նիվարկան։ Հա, երևի այստեղ պետք է սուպեր գրեյսը դեպի մի հատ արագ փորձարկեմ։ Հա, չէ, լավ, ուրեմն խափեցի։ Սենց ուղիղ չենք կարող գրենք կարգին հաղորդում, այս լկտի սուտեր։ Հիմա որ զանանք իրան ասենք, որ գնա, հա, ներողությունը սխալի համար, բայց ինչ-որ մոտավոր սենց բան։ Լավ, ես երևի հետո կմտածեմ առանձին։ Հիմա եթե ուզենանք ասենք, որ թե գնա ինիցիալիզացիաը այս կարգի sketch-ը ծնողին, դրա համար այդ ծնողի փոխարեն ոնց որ ոչ թե գրում ենք ծնող կամ գրում ենք parent, այլ ընդունված է ասել բան ուղղակի։ Ոնց որ գնա կանչի այս կարգին հաղորդումին, ասել այս ձևով, գնա կանչի այս սուպերին։ Այս սուպեր կլասի init մեթոդը կանչի։ Սուպերը դա ծնող կլասն է, էլի ինքը էլի ընդունված հատուկ կանոն է, ոնց init-ն է հատուկ կանոն, տենց էլ է սուպերն է հատուկ, էլի։ Okay։ Հա, արդեն հասկացա, ասող, մերսի շատ։ Շատ բարի, շատ բարի։ Ջորդ, իսկ մնացածի մոտ հարցեր։ Հակառակը կարող ենք անել օրինակ ինչ-որ ֆունկցիաներ ժառանգի ու ինչ-որը չժառանգի։ Մի մասը ժառանգի, մի մասը չժառանգի։ Հա։ Հա, այս լավ հարց է։ Էլի ոնց որ պրակտիկ տեսանկյունից շատ իմաստ չունի, որովհետև եթե կարանք պրոստը իրենց չօգտագործենք, չնայած լավ, ուզում ենք, որ մենակ այն ինչ կոնկրետ պետքա դրանք վերցնի, ոնց կարանք դա անենք։ Դե ոնց որ սուպեր կետինիթը պետքա որ իրենք կանչենք։ Այս բան, որպես նշում, ես հիմա ոնց որ ուղիղ եթերում մտածում եմ, էլի, այս բանին պատասխան չունեմ, մտածում եմ պատասխանը գտնեմ, էլի։ Այդ նշանակում է, որ սխալի հավանականությունը ցածր չի, բայց ասեմ միտքը, եթե մենք պետք է այս կարգին հաղորդումը անչենք ու ծնող կլասը եթե պետք է զարթացնենք ու պետք է ինիցիալիզացիա անենք։ Ինիցիալիզացիա անելուց մենակ կարանք տանք իրան այդ իր մուտքի արգումենտները, այսինքն ինքը ստիպված պետք է ամբողջական ինիցիալիզացիա կատարի ու հետո եթե ուզում ենք մենակ մի մաս պահենք ֆունկցիաների, կան 0-ով ջնջ։ Հա, իսկ նույն էսա պատասխանը, ես բավականին վստահ եմ, որ էսա պատասխանը։ Okay, պատասխանը։ Այդ 0-ով ջնջելու մասը, այսինքն ժառանգող կլասից ջնջե։ Հա, ժառանգողից։ Դե եթե ծնողից ջնջելը վատ պրակտիկա կլինի, որովհետև եթե ծնողից ժամանակ ժառանգողում առանձին գնում է։ Հա, որովհետև
ոնց որ sense ասած, եթե բան ունենք, շուն կլաս ունենք, ու այդ երկու տեսակ կա շների, մի հատ խասկիներ, մի հատ գամփռներ, պետքա գամփռը հանկարծ ոչ մի բանով չվնասի խասկիներին, խասկինը գամփռներին, էլի։ Ամեն մեկը պետքա իր համար առանձին իր բանը դզի, էլի։ Կարանք, եթե ուզում ենք, կարանք ինչ-որ ձև փոխենք, բայց այդ hedge charge-ը, էլի։ Okay։ Հա, Կարելի է հետո էլի ոնց որ մի հատ նայել կա ձև թե չէ բանելու, բայց պետքա որ անհնար լինի, էլի, որովհետև այս տողը անխուսափելի է, այս տողի մեջ էլ այդ ֆունկցիոնալը չկա, այսինքն sense տենց այդ խնդրին պետքա բախվենք ու շրջանցումային լուծում տանք, բայց եթե ինչ-որ մեկը կգուգլի, կարա հետո կիսվի, ես էլ եթե գուգլեմ, ձեր հետ կկիսվեմ, բայց երևի շատ օգուտ չլինի։ կամ օրինակ ժառանգենք, բայց օրինակ ես Google Global ֆունկցիան չլինի իր ժառանգողին, տես չլինի չէ։ Մի քիչ լավ չլսեցի, վերջը, կարանք ինչ ժառանգենք։ Ժառանգենք, բայց օրինակ այդ Google Global ֆունկցիան ուզենանք, որ ինքը չունենա։ Չունենա։ Հա, Հա, դե դրա համար պետք է դելատորը անենք, էլի։ Պետք է ձեռով հեռացնենք, էլի։ Սա հարցը նա էր, որ Հա։ պրոստը չժառանգվի, չէ՞ դա։ հա, Հա, ինձ թվում է հնարավոր չի։ լավ, սարսը։ Այս արագն է։ There is no method to only invent only one or two methods of action. Հա, ձև չի կոնկրետ մի հատ կամ երկու հատ մեթոդ բանել, որովհետև երբ որ մենք ժառանգում ենք, մենք ամբողջ կլասն ենք ժառանգում։ Կարանք սաղ ժառանգենք, ուղղակի կանչենք, որևէ պետք է։ Սա solo learn-ից պատասխանը, գնանք Stack Overflow-ը կարդանք։ Այստեղ կակրաս լիքը քննարկումներ կլինի։ Չէ, հա, partial inheritance։ Հա, սենց մի քիչ ուրիշ ձևավորվում, հատիկով պրոստը մի հատիկ ընտրում է, ժառանգություն չի անում կլաս 2-ից, բայց սա մի քիչ արհեստական բան է, էլի։ Հա, չէ, սաղ արանքում մի հատ առանձին կլաս են սարքում, ուղիղ երկու կլասով չեն անում։ Ժորտի միջած քանի ես բանը գուգլում եմ, մի հատ բան, չգիտեմ այս միտքը օգտակար կլինի ձեզ թե չէ, բայց օրինակ այսա, գուցե շատ գրավիչ լինի գնալ ChatGPT-ով նայել, որտեվ հստակ ոնց որ կգրենք, կպատասխանի հետո հարցեր կտանք, որ հղում անի նյութերին, եթե GPT-4-ը բանան, բայց եթե այդպես վարվեինք, ինքը մի հատ ինչ-որ պատասխան կտար, ու մենք քանի որ չենք ճոկում այդ ինչա, այսինքն մեզ իրոքից գիտելիքի պակաս ունենք գտել, դրա համար ենք դա Google-ում։ Այդ պատասխանը կարող շատ լավ տրամաբանական հնչեր, մենք մտածենք, որ ահա դա է սա պատասխանը, ու վсё, էլ չնայինք։ Դրա համար ծրագրավորման մեջ, եթե ինչ-որ մի հատ բան գաղափար ուզում ենք սորենք, որը որ մեզ իսկականից բավականին նոր է կամ ակնհայտ չի, պրիմիտիվ չի, ես շատկի խորհուրդ եմ տալիս այս հին ու ժանջալ ձևով պրոստը գուգլել, տարբեր նյութեր նայել ու տենց։ Պրոստը շահում տես։ Ահա, այս մեկը ասում է, նենց արա, որ կոնկրետ ինչ-որ ատրիբուտներ inherit չլինեն, այս մեկը լավ է, 2 տարի առաջ վայ է, մեկը 11 թվի հարց էր։
Օրանում են ուրիշ բաների մեջ, redesign-ը ուրիշ ձև սարքի կլասը, այս նմանը տաներ բուզացին, ես պրոպշը չի անում են ինչ պետք անում կեզ, լավ ես ասել մեջ, Ժար, դուք եթե ուրիշ հարցեր ունեք, ասեք ես, համ սպասում եմ դուք հարցեր տակ, համ փորձում եմ ես հարցը պատասխանը բաննում։ Դելոտր։ Կարճ ասած, ես արդեն բավականին հանգիստ եմ, որ չկա ոչ մի ձև ուղիղ ձև էլի առանց դրուկերի։ Ու խոսքով իմ պատասխանը դա է կարճ ասած։ Հիմա արդեն մի քիչ հանգիստ եմ, որ սկալչեմ ասում։ Էլի հարցեր ժողովուրդ կամ սրա հետ կապված հարցեր, ցանկացած հարցեր, բոլոր հարցեր։ Հա, մոռացա ասեմ, որ մեր նյութն եմ պրծավել, իստեղ ներքևը բաներ կա, բայց ես այն ժամանակից է, երբ որ ես ուրիշ հերթականությամբ էի դասեր անում, ես սրանք երևի կջնջեմ սրա մեջից, որ չխառնի ձեզ, ու հետո բան կանենք ուղղակի։ Հետո այս համապատասխան դասի ժամանակ կբերեմ այս օրինակը։ Բայց այսօրվա նյութը բրծ։ Եք տնային է եկեք ասեմ, սա էլ է կարևոր պահ։ Նախ շնորհավոր ժողովուրդ, մենք եկանք Python-ի միջին մակարդակի դասընթաց։ Այս ներածական դասընթացը որպես այդպեսին ծածկելու բաներ, որ չեն կարել 12 թեմանա ու 13-ի բանը, 13-ի վերջի 5-6 հատը, թիվը սխալ հիշեցի, վերջի 8-9 հատը ու 10-ի 12-ը, բայց դրանից զատ փաստացի ով որ տնային է արել, 200-ից ավելի վարժություն է երևի արել առնվազն, ու այդ շատ ընտիր է ու դրա հետ կապված շնորհավորն է ժողովուրդ, այս կուրսը պրծնելու։ Ստեղից էլի ինչ հարցեր լինի, բան լինի, խաբար արեք, նշճի կուրսը պրծանք ուրեմն վերջ, այն Google Form-ի մեջ էլ լրացրեք հարցերը խնդրում եմ, որ հասկանանք ինչեր ենք նայում, կարանք մի հատ դաս նայենք, հենց պրոստը Profound-ի սաղ խնդիրներից ինչ հարց լինի, դրանց խորայով անցնենք, կամ ես կարամ փորձեմ վիդեոներ նկարել, ձեզ ուղարկեմ, որ այս ներածությունը հանգիստ սրտով փակենք դնենք մի կողմ։ Իսկ մեր նոր դասը, մեր նոր տնային ավելի ճիշտ, գալիս է Python-ի միջին մակարդակից։ Ավելի կոնկրետ մեր տնայինը լինելու է 4-րդ բաժնի առաջի 9 վարժությունը, ներողություն, առաջի 8 վարժությունը, 9-րդից սկսած արդեն կախարդական մեթոդներն են ու ուրիշ բաներ, սրանց հետո ենք գալու էլի։ Ու 5-րդ բաժինը։ Այսինքն տնային ունենք տենց 23 հատիկ վարժություն, սխալ հաշվեցի ոնց էր։ Դրանք գուցե մի քիչ ավելի երկար տեղի գրել ձեզ, որովհետև մի քիչ ավելի ծավալուն ու կոդերը, բայց գաղափարի տեսանկյունից պետք է ավելի հեշտ լինեն իրանք։ Հա։ Լավ, այսքանը, այս էլ տնային։ Դες գրանցվոր համար պրոստը պետք է գաք գտցնեք Python ու գաք մեր Python-ի միջին մակարդակ, ուրիշ բան չկա անելու, էլի։ Լեզու ընտրել ամեն ինչ սա նույնն է։ Ես դες նույնպես ranking-ում ունենալու եմ, հենց սա ինչ ունեմ, բայց շուտով կունենամ։ Մի խոսքով, սա նույնն է, պրոստը ուրիշ կուրսի մեջ ենք արդեն։
հետո էլ այս exception-ներ ու մոդուլներ որ ասում եմ, այդ բաներն են։ RS սխալների հանգուցալուծումն է, այս էլ մոդուլներ։ Դե ժողովուրդ, այսքան է։ Ու ով որ հանկարծ սրանք շուտ վերջացնի, այս առաջի բաժնից էլ մենք գալու ենք, այս առաջի բաժնից էլ տնայիներ նայենք, պրոստը երբ մի քիչ թեթևանանք։ Կարաք մի քիչ դուք նայեք, այստեղ երկու գաղափար կարող չեն բացատրել, բայց ես միշտ գաղափարներ չեն ու հետո կբացատրեմ իրենց պրոստը երևի։